Մի երիտասարդ աշխատողի կյանքը փոխվում է մի ստորացուցիչ հանդիպումից հետո, որը բացահայտում է շրջապատող մարդկանց իրական բնավորությունը։ Բարությունը բախվում է ամբարտավանությանը մի հակամարտության մեջ, որը հավերժ կփոխի ճակատագրերը։ Ամեն անգամ չէ, որ այն, ինչ ունի մարդ, ձեռք է բերել իր սեփական արժանապատվությամբ։ Նախքան այս զարմանալի պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Նուրբ համեմունքների բույրը էլեգանտ զրույցների խուլ ձայնը լցնում էին Մագնոլիա ռեստորանի միջանցքները, որը մայրաքաղաքի ամենաէքսկլյուզիվ հաստատություններից էր։ Բյուրեղապագյով զարդարված սեղանների այնպիսի ճաշատեսակների միջ, որոնք ավելի թանկ էին, քան նվազագույն աշխատավարձը, քչերը գիտեին հետնամասի միջանցքների գոյության մասին, որտեղ Գիարան շրջում էր անաղմուկ արդյունավետ քայլերով։ 17 տարեկանում նա սովորել էր շարժվել որպես ստվեր խոհանոցի ռեստորանի հետնամասի միջ, Ռոզայի հաստատության ամենահին հարգված աշխատակիցներից մեկի դուստրը։ Գիարան մեծացել էր ճանաչելով շքեղության այդ աշխարհի յուրաքանչյուր անկյունը, որին նա երբեք իսկապես չէր պատկանի, նրա մուգ աչքերը ուշադրությամբ դիտում էին ամեն ինչ ոչ թե նախանձից, այլ իրականությունից այնքան տարբեր մարդկանց կյանքի բնական հետաքրքրությունից դրդված։ Այդ հինգշաբթի երեկոյան շարժումն ավելի ինտենսիվ էր, քան սովորաբար, թվային ազդեցիկ մարդիկ մեդիա անձնավորություններ զբաղեցնում էին գլխավոր սեղանները նշելով նոր կոսմետիկ ապրանքանիշի թողարկումը։ Գիարան օգտվեց էրուզերից կատարելու իր ամենշաբաթյա ամենակարևոր առաջադրանքը առանձնացնել այն սնունդը, որը պետք է դեննետվեր, բայց դեռ կատարյալ վիճակում էր։ Մենեջեր Վիկտորը միշտ աչք էր փակում այդ գործունեության վրա։ Նա գիտեր, որ երիտասարդ աղջիկը ամեն ինչ ուղարկում էր Սուրբ Գրիգորի համայնքային ապաստան, որտեղ կամավոր էր աշխատում 15 տարեկանից։ Դա այն քիչ բաներից էր, որոնք նրան հպարտացնում էին այդ միջավայրում, որտեղ թափոնները նորմալ էին համարվում։ Գիարան խնամքով դասավորեց 2 ստվարաթղթե տուփ հազիվ շոշափված գուրմե սենդվիչներով, գործնական ճաշատեսակներից մնացած մակարոնեղենով աղանդերներով, որոնք վերադարձվել էին միայն այն պատճառով, որ հաճախորդները փոխել էին իրենց միտքը։ Նրա սիրտը տաքացավ մտածելով ապաստանի երեխաների մասին, ովքեր կստանային այդ հատուկ կերակուրը, նրանց համար դա կլիներ ինչպես խնջույք։ Տուփերը դեպի գողային ելք տանելով նա մտովի պլանավորում էր, թե ինչպես բաժաներ ամեն ինչ, փոքր երեխաները կստանային քաղցրավենիքները, դեռահասները սենդվիչները, իսկ մնացորդները կպահվեին հաջորդ օրվա նախաճաշի համար։ Դա մի լոգիստիկա էր, որին նա կատարելապես տիրապետում էր։ Գողային միջանցքն ավելի մուգ էր, քան սովորաբար, լամպերից մեկը առավոտյան այրվել էր դեռ չէր փոխվել։ Գիարան գիտեր այդ ճանապարհի յուրաքանչյուր աստիճանը յուրաքանչյուր շրջադարձը, ուստի քայլը չդանդաղեցրեց, հենց այդ պահին նրա կյանքը սկսեց փոխվել։ Մարգոն նույն միջանցքով էր քայլում իր հետորդների համար սթորիներ նկարահանելով միջոցառման էքսկլյուզիվ կուլիսների մասին, Ռթվուդբուչում մոտ 300,000 հետորդ ունենալով նա իրեն համարում էր աջող թվային անձնավորություն։ Հաջողակ գործարարի որդի նա երբեք չէր ստիպված եղել իսկապես աշխատել իր ժամանակը նվիրելով լայֆսթայլի շքեղ գաստրոնոմիայի մասին բովանդակություն ստեղծելուն։ Բախումն անխուսափելի էր, Մարգոն, կենտրոնացած իր բջջային հեռախոսի էկրանին, չտեսավ Գիարային մոտենալիս մինչ վերջին վայրկյանը։ Բախումը ստիպեց նրան սայթաքել, աղջկա բնազդային շարժումը փորձելու հավասարակշռել տուփերը, հանգեցրեց էլ ավելի մեծ վթարի, սննդի գեսը թափվեց գետնին տարածվելով միջանցքով մի տեսարան, որն ավելի մեծ էր թվում, քան իրականում էր։ Ինչ սատանա, բացականչեց Մարգոն ուղղելով իր թանկարժեք վերնաշապիկը, որն անհարթվել էր, նրա առաջին բնազդը չէր ստուգել, թե արդյոք Գիարան լավ է, կամ ներողություն խնդրել դժբախտ պատահարի համար։ Փոխարենը նրա աչքերը փայլեցին բովանդակության հնարավորությունից, բջջային հեռախոսի տեսախցիկը դեռ նկարահանում էր։ Տեսեք, ժողովուրդ, հետաքրքիր բան բռնեցի այստեղ Մագնոլիա, ասաց նա տեսախցիկին, մինչ Գիարան ծնկի էր իջել փորձելով փրկել այն, ինչ կարող էր սննդից, կարծես այստեղ մնացորդների մի փոքրիկ գող ունենք, ինչպիսի ամոթալի իրավիճակ է, այնպես չէ։ Գիարան բարձրացրեց աչքերը զարմացած մեղադրական տոնից։ Կներեք դժբախտ պատահարի համար, ես չտեսա ձեզ գալիս, բայց ես ոչինչ չեմ գողանում, այս սնունդը մինույն է դեն գնետվեր։ Մարգոն արամարականորեն ծիծաղեց տեսախցիկը դեռ նրա վրա պահած։ Ահ, իհարկե, դասական արդարացումը, եւ ես պատկերացնում եմ, որ դուք այդ 50 դրամանոց սենդվիչները դեն գնետեք անմիջապես ձեր փորը, այնպես չէ։ Ոչ, ես աշխատում եմ որպես կամավոր ապաստանում։ Ինչ գեղեցիկ պատմություն է, ընդհատեց Մարգոն իր ձայնը լի սարկազմով։ Ժողովուրդ, տեսնո մեկ սա, աղջիկը բարեգործության պատմություն է հորինում արդարացնելու համար քաղաքի ամենաթանկ ռեստորաններից մեկից սնունդ գողանալը, սա որակյալ բովանդակություն է։ Միջոցառմանը ներկա մյուս ազդեցիկ մարդիկ սկսեցին մոտենալ գրավված շարժումից։ Մարգոն իրեն ավելի ու ավելի էր զգում իրավիճակը վերահսկող նկատելով, որ աջող լսարան ուներ ինչպես առցանց, այնպես էլ անձամբ։ Գիարան փորձեց նորից բացատրել, բայց նրա ձայնը դուրս եկավ ցածր ու դողացող։ Նա սովոր չէր ուշադրության կենտրոնում լինել, առավել բացասական ձով, ստորացումը մեծանում էր նրա կրծքում որպես ալիք, որը սպառնում էր ծածկել նրան։ Նայեք նրան, Մարգոն շարունակեց իր դաժան գատարումը, նույնիսկ համոզիչ սուտ չի կարող հորինել եւ դեռ համարձակություն ունի գալու դա անելու այսպիսի վայրում։ Դուք գոնե գիտեք, թե որքան արժե այստեղ ընթրիքը, հավանաբար ավելին, քան ձեր ընտանիքը մեկ ամսում է վաստակում։
Բարերը խորը կտրեցին, Կիարան զգաց, որ այտերը այրվում են ոչ միայն ամոթից, այլ մի խուլ զայրույթից, որը նա հազվադեպ էր զգում։ Ճիշտ էր, որ իր ընտանիքը շատ փող չուներ, բայց նրանք միշտ ունեցել են արժանապատվություն, միշտ աշխատել են ազնվորեն։ Ես մենեջերի թույլտվությունն ունեմ, մրմնջաց նա փորձելով վերջին պաշտպանությունը։ Թույլտվություն գողանալու համար, Մարգոն ձացրեց չափազանցված զայրույթ տեսախցիկի համար, սա ավելի ու ավելի լավ է դառնում։ Հիմա նա ասում է, որ հաստատությունն ինքը թույլ է տալիս գողությունը։ Ժողովուրդ, դուք այստեղ Մագնոլիա, ում անիրական բանի եք ականատես լինում։ Հենց այդ ժամանակ Մարգոն կատարեց այն արարքը, որը գորոշեր այն ամենը, ինչ կգար հետո։ Թատերական շարժումով նա հրեց տուփերը, որոնք Կիարան փորձում էր վերադասավորել մնացած սնունդը տարածելով գետնին։ Գործողությունը հաշվարկված էր, դաժան, կատարողական։ Պատրաստ է, ասաց նա գոհունակ ժպիտով ավարտելով նկարահանումը։ Խնդիրը լուծված է, հիմա ոչինչ չի մնա նվիրաբերելու համար, այնպես չէ։ Կիարան մնաց ծնգի իջած գետնին նայելով ցրված սննդին, որը ներկայացնում էր տասնյակ մարդկանց կերակուրը, ովքեր կախված էին իր նվիրումից, մի քանի արցունք անձայն հոսեցին, բայց նա արագ սրբեց դրանք, նա նրան չէր տա իրեն ամբողջությամբ լացող տեսնելու բավարարություն։ Դանդաղ վեր կացավ, հավաքեց այն քիչը, ինչ դեռ կարելի էր օգտագործել վնասված տուփերից մեկում, առանց մի խոսք ասելու քայլեց դեպի ելքը։ Նրա արժանապատվությունը միակ բանն էր, որ Մարգոն չէր կարողանա խլել նրանից, նա կհամոզվեր, որ պահպանի այն։ Մարգոն նրա ընկերները ծիծաղեցին, երբ նա հեռացավ արդեն պլանավորելով, թե ինչպես խմբագրեն տեսանյութը ներգրավվածությունը առավելագույնի հասցնելու համար։ Նրանք չէին պատկերացնում, որ նոր էին սկիզբ դրել իրադարձությունների մի շղթայի, որը հավերժ կփոխեր իրենց կյանքը։ Ռեստորանից դուրս Կիարան խորը շունչ քաշեց գիշերվա սառը օդից, նա դեռ ուներ ապաստանը այցելելու, դեռ ուներ մարդիկ, ովքեր հույսը դրել էին իր վրա։ Այդ դաժան մարդը նրա ընկերները պարզապես խոչընդոտ էին նրա ճանապարհին, ոչ թե վերջնական նպատակակետը։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ հենց այդ պահին ինչ-որ մեկը, ով ականատես էր եղել ամբողջ տեսարանին, պատրաստվում էր որոշում կայացնել, որը կապացուցեր, թե ինչպես են իսկական բարության արարքները միշտ հատուցվում։ Սուրբ Գրիգորի համայնքային ապաստանը գործում էր քաղաքի կենտրոնի մի հին շենքում, որտեղ շերտազատված պատերը հակադրվում էին մարդկային ջերմությանը, որը բխում էր յուրաքանչյուր անկյունից։ Կիարան ուսով հրեց մուտքի դուռը հավասարակշռելով մասամբ ավերված տուփը, որը հաջողվել էր փրկել ռեստորանում տեղի ունեցած միջադեպից։ Գիարա, այսօր ավելի ուշ եք եկել, ասաց Ֆիոնան ապաստանի համակարգողը, իր բնորոշ ժպիտով, որը միշտ կարողանում էր լուսավորել ամենամութ միջավայրը, ինչ որ բան պատահել է։ Երիտասարդ աղջիկը ստիպողաբար ժպտաց գլխով արեց։ Պարզապես մի փոքր դժբախտ պատահար ռեստորանում։ Ցավոք, սովորականի պես շատ ուտելիք չկարողացա բերել։ Ֆիոնան անմիջապես նկատեց Կիարայի ձայնի տոնի ինչ որ տարբերություն։ Բայց լավ գիտեր աղջկա զուսպ բնավորությունը։ Նա գիտեր, որ Կիարան կխոսեր, երբ պատրաստ զգար իրեն, փոխանակ պնդելու, նա օգնեց տուփը տանել ապաստանի փոքրիկ խոհանոց։ Տեսեք, ինչ էլ որ բերեք, արդեն հսկայական տարբերություն է ստեղծում, ասաց Ֆիոնան, երբ սկսեցին դասավորել սնունդը։ Երեխաները հարցնում էին, թե արդյոք այսօր կգաք, փոքրիկ Աննան հատուկ բան է նկարել ձեզ համար։ Կիարայի սիրտը տաքացավ միջադեպից հետո առաջին անգամ։ Աննան 8 տարեկան աղջիկ էր, ով 3 ամիս առաջ էր եկել ապաստան իր տատիկի հետ։ Տունը գործնելուց հետո երեխան հատկապես կապվել էր Գիարայի հետ, ով միշտ ժամանակ էր գտնում խաղալու դպրոցական առաջադրանքներում օգնելու համար։ Գիարան եկավ, սուր ձայնը արձագանքեց միջանցքով, որին հաջորդեցին վազող քայլերի ձայները։ Աննան հայտնվեց խոհանոցի դռան մոտ գունավոր թուղթը ձեռքին, աչքերը երջանկությունից փայլում էին։ Ողջույն, սիրելիս, Կիարան ծնգի իջավ աղջկա հասակին հասնելու համար։ Ֆիոնան ասաց, որ դուք հատուկ բան եք արել։ Աննան հանդիսավոր կերպով հանձնեց նկարը։ Դա Գիարայի դիմանկարն էր շրջապատված գունավոր սրտերով, իմ ընկերուհին, ով ունի աշխարհի ամենագեղեցիկ սիրտը, արտահայտությունը անհավասար, բայց խնամքով գրված տարերով։ Կիարան զգաց, որ աչքերը լցվում են։ Այն ստորացումից հետո, որն անցել էր, այդ պարզ անգեղծ ժեստը հենց այն էր, ինչ անհրաժեշտ էր նրա հոգուն։ Աննա, սա հրաշալի է, շատ շնորհակալ եմ։ Կկպցնեմ իմ սենյակի պատին, հայտարարեց Աննան նախքան վազելը այնտեղ, որտեղ խաղում էր այլ երեխաների հետ։ Ֆիոնան դիտում էր փոխազդեցությունը իմաստուն ժպիտով։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ ազդեցություն ունեք այս մարդկանց կյանքի վրա, Գիարա, դա միայն սնունդը չէ, որ բերում եք, դա հույսն է։ Մինչ նրանք դասավորում էին մնացած սենդվիչները, քաղցրավենիքները, այլ մարդիկ սկսեցին մոտենալ խոհանոցին։ Պետրոսը 65-ամյա մի պարոն, ով կորցրել էր իր աշխատանքը տունը երկարատ հիվանդությունից հետո, առաջարկեց օգնել բաշխել գերակուրը։ Թողեք ես մի ձեռք տամ, աղջիկ, ասաց նա արդեն լավ իմանալով առօրյան, դուք արդեն շատ բան արել եք սա բերելով։ Պետրոսը ապաստանի ամենասիրելի բնակիչներից էր, չնայած իր դժվար վիճակին, նա միշտ պատրաստ էր օգնել ուրիշներին, նա ավելի քան 30 տարի ինժեներ էր եղել, բայց երբեք չէր պնդում հիշատակել իր մասնագիտական անցյալը, նրա համար այնտեղ բոլորը հավասար էին։ Ինչպես անցավ ձեր օրը, Պետրոս, հարցրեց Կիարան, երբ նրանք սնունդը բաժանում էին ավելի փոքր չափաբաժինների։ Ավելի լավ հիմա, երբ դուք եկաք, անգեղծորեն պատասխանեց նա,
Այս խումբը անհամբեր սպասում էր իմանալու, թե արդյոք այսօր կգաք, հատկապես որ հինգշաբթի է, իսկ հինգշաբթին հատուկ քաղցրավենիքի օր է։ Կիարան ձիծաղեց միջադեպից հետո առաջին անգամ։ Ճիշտ էր, որ նա միշտ փորձում էր ամենաբարդ աղանդերները պահել հինգշաբթիների համար, դա դարձնելով մի փոքր ավանդույթ, որը ուրախություն էր պատճառում երեխաներին։ Մինչ նրանք ընթրիք էին մատուցում ապաստանի ճաշարանում, Կիարան դիտում էր պլաստիկ սեղանների շուրջ հավաքված ընտանիքներին։ Կային երիտասարդ զույգեր փոքր երեխաների հետ, միայնակ տարեցներ, դեռահասներ, ովքեր լքել էին ամբարենպաստ ընտանիքները, այնտեղ յուրաքանչյուր մարդ ուներ իր պատմությունը, իր պայքարը, իր հույսը։ Գիարա, կուզեք այս սենդվիչը ինձ հետ կիսել, առաջարկեց Օլիվիան Միգին, ով մեկ շաբաթ առաջ էր եկել ապաստան իր երկու փոքր երեխաների հետ, շատ մեծ է ինձ համար։ Շնորհակալություն Օլիվիա, բայց դուք պետք է լավ սնվեք երեխաներին խնամելու համար, նրբորեն պատասխանեց Կիարան, ես արդեն ընտրել եմ։ Սա սուտ էր, Կիարան հազվադեպ էր ընտրում նախընտրելով ապահովել, որ բոլորի համար բավարար սնունդ լինի ապաստանում։ Ֆիոնան մի քանի անգամ փորձել էր համոզել նրան ընդունել գերակուր, բայց երիտասարդ աղջիկը միշտ պատճառ էր գտնում։ Ընթրիքից հետո Կիարան օգնեց մաքրել ճաշարանը, կազմակերպեց փոքրիկ ընթերցանության շրջանակ երեխաների համար։ Դա մեկ այլ ձես էր, որը նա սահմանել էր պատմություններ պատմելով, որոնք խթանում էին երակայությունը, մի քանի ֆանտաստիկ պահեր էին ապահովում դժվարին իրականության մեջ։ Մինչ նա քաջարի արքայացստեր մասին հեքիաթ էր կարդում, Կիարան չնկատեց, որ Արոնը մի երիտասարդ կամավոր, ով վերջերս էր սկսել հաճախել ապաստան, գաղտնի նկարահանում էր իր բջջային հեռախոսով։ Արոնը հանրային հաղորդակցության ուսանող էր, փաստագրում էր սոցիալական աշխատանքը համալսարանական նախագծի համար։ Նա տպավորված էր Կիարայի բնական նվիրումով նրանով, թե ինչպես էր նա կարողանում անգեղծ ժպիտներ պարգել այն մարդկանց, ովքեր գործրել էին գրեթե ամեն ինչ։ Արոնի համար դա իրական օրինակ էր, թե ինչպես փոքր գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ։ Պատմությունն ավարտելուց երեխաներին բարի գիշեր մաղթելուց հետո Կիարան գնաց ապաստանի դրսի տարածք մի փոքր մաքուր օդ շնչելու։ Օրվա ֆիզիկական էմոցիոնալ հոգնածությունը սկսում էր ծանրություն դնել նրա ուսերին։ Նա նստեց փոքրիկ փայտե նստարանին, որը Պետրոսը կառուցել էր մի քանի ամիս առաջ, վերջապես թույլ տվեց, որ ամբողջ գիշեր զսպված արցունքները դուրս գան։ Դա միայն ռեստորանում տեղի ունեցած ստորացումը չէր, այլ այն հիասթափությունը, որ չէր կարողացել ավելի շատ սնունդ բերել այն մարդկանց համար, ովքեր կախված էին իրենից։ Ինչու են որոշ մարդիկ այդքան դաժան, մրմնջաց նա իրեն հիշելով Մարգոյի կտրուկ խոսքերը, նրա ընկերների ծիծաղը։ Այն, ինչ Կիարան չգիտեր, այն էր, որ հենց այդ պահին Արոնը խմբագրում էր այն տեսանյութը, որը նա նկարահանել էր ընթերցանության ժամանակ։ Նա այնքան էր հուզվել այն պատմությունից, որին ականատես էր եղել, որ որոշեց այն կիսվել սոցիալական ցանցերում, ուղեկցելով հուզիչ վերնագրով կամավորական աշխատանքի մարդկային բարության գարորության մասին։ Մինչդեռ Մարգոն իր շքեղ բնակարանում էր խմբագրելով Կիարային պատճառած ստորացման տեսանյութը։ Նա վստահ էր, որ բովանդակությունը շատ լայքեր մեկնաբանություններ կստանա, էլ ավելի մեծացնելով իր առցանց ներգրավվածությունը։ Վահագն Ալյանյանը, Մարգոյի հայրը, երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի սեփականատերը, իր գրասենյակում էր ուշ աշխատելիս, երբ որդուց զանգ ստացավ։ Հայրիկ, պետք է տեսնես այսօր տեղադրած իմ տեսանյութը, ասաց Մարգոն ոգորված, այն պայթում է ինտերնետում, արդեն ավելի քան 50,000 դիտում ունի 2 ժամում։ Վահագնը հոգոց հանեց, վերջին շրջանում որդու զանգերը միշտ իր թվային արկածների մասին էին, երբեք աշխատանքի, ուսման կամ որե արդյունավետ գործունեության մասին։ Մարգո գրեթե 11-ն է, չի կարող սպասել մինչ վաղը։ Արագ եկ տուն, պնդեց Մարգոն, քեզ դուր կգա, շատ զվարճալի է։ Կես ժամ անց Վահագնը Մարգոյի շքեղ բնակարանի հյուրասենյակում էր դիտելով տեսանյութը որդու պլանշետում։ Ամեն անցնող վայրկյանի հետ նրա արտահայտությունն ավելի լուրջ էր դառնում, իսկ կեցվածքն ավելի լարված։ Ինչ եք կոնկրետ կարծում, թե ինչ եք անում այս տեսանյութում, հարցրեց Վահագնը կառավարված, բայց ակնհայտորեն զայրացած ձայնով։ Մարգոն ծիծաղեց չնկատելով հոր անհավանություն արտահայտող տոնը։ Հայրիկ, ես բռնեցի աղջկան, որ ուտելիք էր գողանում Մագնոլիա, ից դա էպիկ էր, մարդիկ սիրում են մեկնաբանություններում։ Վահագնը նայեց որդուն հիասթափության զայրույթի խառնուրդով, որը Մարգոն երբեք չէր տեսել նախկինում։ Այդ պահին գործարարը հետադարձ հիշողություն ունեցավ իր սեփական երիտասարդությունից, երբ նա կախված էր անծանոթների բարությունից փողոցներում գոյատելու համար։ Այն, ինչ կգար հետո, կփոխեր ամեն ինչ։ Վահագն Ալյանյանը երկար վայրկյաններ ֆիքսված նայում էր պլանշետին տեսանյութի ավարտից հետո։ Սենյակում լռությունը խիտ էր լիլարվածությամբ, որը Մարգոն դեռ չէր կարողանում ամբողջությամբ հասկանալ։ Երիտասարդը սպասում էր ծիծաղի, մեկնաբանությունների, իր բովանդակության հաջողության մասին, գուցե նույնիսկ շնորհավորանքների դիտումների թվի համար։ Հայրիկ, զվարճալի չհամարեցիք, հարցրեց Մարգոն անգեղծորեն շփոթված արձագանքից։ Վահագնը պլանշետը դրեց սուրճի սեղանին զգուշությամբ, որը հակադրվում էր իր ներսում ձավորվող փոթորկին։ Դանդաղ վեր կացավ, քայլեց դեպի բնակարանի պատուհանը, դիտելով քաղաքի լույսերը ներքում։ Մի քանի պահ նա ոչինչ չասաց։ Մարգո, վերջապես ասաց նա առանց շրջվելու, դուք գիտեք, թե ինչպես կարողացա կառուցել այն ամենը, ինչ ունենք այսօր։ Իհարկե, հայրիկ, դուք միշտ եղել եք հեռատես ձեռներեց, ընկերությունը ստեղծել եք զրոյից,
Մարգոն սկսեց արտասանել այն համառոտ տարբերակը, որը միշտ լսում էր։ Ոչ, Վահագնը ընդհատեց նրան շրջվելով նրան նայելու։ Ես երբեք չեմ պատմել ձեզ իրական պատմությունը։ Պատմությունը մինչ ընկերությունը, մինչ հաջողությունը, մինչ այս ամենը։ Վահագնի ձայնում ինչ-որ բան կար, որը Մարգոն երբեք չէր լսել նախկինում։ Մի ձանրություն, մի հին ցավ, որը կարծես նորից էր ի հայտ գալիս։ Ես 17 տարեկան էի, երբ ծնողներս կորցրին ամեն ինչ, սկսեց Վահագնը նստելով որդու դիմացի բազկաթոռին, տնտեսական ճգնաժամը ոչնչացրեց ընտանեկան փոքր բիզնեսը։ Մի օրից մյուս օրը կորցրինք տունը, մեքենան, ամեն ինչ, հայրս ընկճախտի մեջ ընկավ, մայրս հիվանդացավ, ես հայտնվեցի ընտանիքը պահելու պատասխանատվության տակ։ Մարգոն հոնքերը գիտեց, այս պատմությունն ամբողջովին նոր էր նրա համար։ 2 տարի Մարգո, ես ապրում էի փողոցներում, քնում էի ապաստաններում, ուտում էի, երբ կարողանում էի որևէ պատահական աշխատանք գտնել կամ երբ բարի մարդիկ ինձ օգնություն էին առաջարկում։ Վահագնը դադար տվեց դիտելով որդու դեմքին աճող շոկի արտահայտությունը։ Եվ գիտեք, թե որտեղ էր այն ապաստաններից մեկը, որն ինձ ընդունեց։ Մարգոն դանդաղ գլխով արեց սկսելով հասկանալ, թե ուր էր գնում զրույցը։ Սուրբ Գրիգոր, նույն ապաստանը, որը հայտնվում է ձեր զվարճալի տեսանյութի ֆոնին։ Լռությունը նորից տիրեց սենյակում։ Մարգոն զգում էր, կարծես հատակը անհետանում էր իր ոտքերի տակից։ Աղջիկը, ում դուք այսօր ստորացրիք, շարունակեց Վահագնը, անում է հենց այն, ինչ տասնյակ մարդիկ արել են ինձ համար, երբ ես ամենաշատն էի կարիք ունենում։ Նա ցուցաբերում է կարեկցանք, առատաձեռնություն, մարդկայնություն, բաներ, որոնք ըստ երույթին չկարողացա սովորեցնել իմ սեփական որդուն։ Հայրիկ, ես չգիտեի, որ։ Չգիտեիք, որովհետև երբեք չէիք հետաքրքրվել իմանալով։ Վահագնը ընդհատեց նրան իր ձայնը ավելի կայուն դարձնելով։ Դուք մեծացել եք արտոնությունների պղպճակում, որը ես ստեղծեցի ձեզ պաշտպանելու համար այն դժվարություններից, որոնց միջով անցա։ Բայց ըստ երույթին չափից դուրս պաշտպանեցի այն աստիճան, որ դուք դարձաք հենց այնպիսի մարդ, ով մի օր ինձ արամարեց, երբ ես անդունդի եզրին էի։ Մարգոն ինչ-որ տարօրինակ բան զգաց կրծքում ամոթի շփոթության խառնուրդ, որը նա երբեք չէր զգացել նախկինում։ Նա փորձեց բառեր գտնել իրեն պաշտպանելու համար, բայց չկարողացավ որևէ հստակ նախադասություն ձևավորել։ Մինչդեռ քաղաքի մյուս ծայրում Արոնի տեսանյութը Գիարայի մասին սկսում էր տարածվել սոցիալական ցանցերում։ Նա այն տեղադրել էր հետյալ վերնագրով. Այսքան ատելության անտարբերության ժամանակներում դեռ կան մարդիկ, ինչպիսին այս երիտասարդ աղջիկն է, ով իր երեգոները նվիրում է սեր հույս բերելու նրանց, ովքեր ամենաշատն են դրա կարիքը զգում։ Մեզ ավելի շատ Կիարաներ են պետք աշխարհում։ Տեսանյութը ցույց էր տալիս անգեղծ պահեր։ Կիարան խնամքով դասավորում էր սնունդը, որպեսզի այն արդարացիորեն բաշխվեր, ծնկի իջնում էր երեխաների հասակին խոսելու համար, օգնում էր Պետրոսին մաքրել սեղանները ընթրիքից հետո, վերջապես պատմություններ էր պատմում այնպիսի կրքով, որը երեխաների աչքերը փայլում էր։ Մեկնաբանությունները սկսեցին արագ հայտնվել։ Լաց եղա սա տեսնելով, ինչ հատուկ աղջիկ է։ Որտեղ կարող եմ օգնել այս ապաստանին, ես էլ եմ ուզում նվիրաբերել։ Սա իսկական գրթություն է, ինչ զարմանալի օրինակ է։ Արոնը զարմացավ, թե ինչ արագությամբ էր տարածվում տեսանյութը։ Մի քանի ժամում այն արդեն անցել էր 100,000 դիտումը, վերատեղադրվում էր միլիոնավոր հետորտներ ունեցող պրոֆիլների կողմից, երկու տեսանյութերի միջ հակադրությունը ցնցող էր։ Մի կողմից անհիմն դաժանություն, մյուս կողմից անգեղծ բարություն։ Սա այն տեսակի բովանդակությունն է, որը մենք պետք է տեսնենք։ Մինչ ոմանք մարդկանց ստորացնում են, այս աղջիկը լուր փոխում է աշխարհը։ Ինչ որ մեկը գիտի, թե ինչպես օգնել այս ապաստանին, ես ուզում եմ նվիրատվություն անել։ Մարգոն նկատեց, որ արագորեն գործնում էր հետորտներ, ապրանքանիշերը, որոնք հետաքրքրություն էին ցուցաբերել համագործակցության նկատմամբ, սկսեցին նահանջել, նրա բջջային հեռախոսը զանգահարեց իր մամուլի քարտուղարից։ Մարգո, շտապ պետք է խոսենք, ասաց Ագնեսը, հենց որ նա պատասխանեց, սոցիալական ցանցերում ձեր դեմ լուրջ արշավ է ընթանում։ Մարդիկ համեմատում են ձեր տեսանյութը մեկ այլ վիրուսային տեսանյութի հետ, դուք լավ չեք դուրս գալիս համեմատությունից։ Ես գիտեմ, Ագնես, արդեն տեսել եմ։ Պետք է ինչ-որ բան անել դա շրջելու համար։ Գուցե ներողություն կամ բացատրություն։ Ես կարող եմ ինչ-որ բան գրել, որ դուք տեղադրեք։ Մարգոն լռեց, մի քանի ժամ առաջ նրա առաջին արձագանքը կլիներ անմիջապես ընդունել Ագնեսի առաջարկը, ամեն ինչ իր առցանց պատկերը փրկելու համար, բայց հոր խոսքերը արձագանքում էին նրա մտքում։ Ո՞վ է, ըստ ձեզ, իրական տարբերություն ստեղծում աշխարհում։ Ագնես, թողեք ես ավելի լավ մտածեմ այդ մասին, վերջապես ասաց նա։ Մարգո, ամեն անցնող րոպեի հետ առանց պատասխանի, դուք ավելի շատ վստահություն եք կորցնում, պետք է արագ գործենք։ Անջատվելուց հետո Մարգոն գնաց լոքարան նայեց իր արտացոլանքին հայելում։ Արդյոք նա այնտեղ տեսնում էր մեկին, ով տարբերություն էր ստեղծում աշխարհում, թե պարզապես մի արտոնյալ երիտասարդ, ով ուրիշների կյանքը վերածում էր էժան զվարճանքի։ Մինչդեռ Սուրբ Գրիգորի ապաստանում Գիարան եկավ կամավորական աշխատանքի հերթական օրվան չիմանալով, որ դարձել է փոքրիկ ինտերնետային հայտնություն։
Ֆիոնան նրան դիմավորեց սովորականից էլ ավելի մեծ ժպիտով։ Գիարա, սիրելիս, տեսել եք այսօր սոցիալական ցանցերը։ Ոչ, ես շատ ժամանակ չունեմ դրա համար, ինչո՞վ։ Ֆիոնան ցույց տվեց Արոնի տեսանյութը իր բջջային հեռախոսով։ Գիարան լուր դիտեց զարմացած իրեն էկրանին տեսնելուց, բայց էլ ավելի զարմացած սիրալիր մեկնաբանություններից ապաստանին օգնելու առաջարկներից։ Սա հիանալի է, Ֆիոնա, գուցե կարողանանք միջոցներ հավաքել ճաշարանը վերանորոգելու համար։ Եվ տեսեք, շարունակեց Ֆիոնան ցույց տալով ավելի շատ մեկնաբանություններ, ուրիշ քաղաքներից մարդիկ նվիրատվություններ են առաջարկում, ընկերություններ են ուզում համագործակցել։ Аарոնը իսկապես կարողացավ աշխարհին ցույց տալ, թե ինչ եք դուք ներկայացնում։ Պետրոսը մոտեցավ լսելով զրույցի մի մասը։ Աղջիկ, դուք արժանի եք այս ամբողջ ճանաչմանը, սիրով ասաց նա, այս ամիսների ընթացքում, որ ես այստեղ եմ, երբեք չեմ տեսել մեկին, ով այսքան նվիրված լինի ուրիշներին, որքան դուք։ Գիարան զգաց, որ այտերը կարմրում են։ Նա սովոր չէր ուշադրության կենտրոնում լինել, հատկապես դրական ձով։ Նախորդ գիշերվա ստորացումից հետո այդ ամբողջ սերն ու քնքշությունը անսպասելի նվեր էր թվում։ Եվս մեկ բան կա, ասաց Ֆիոնան մի փոքր վարանելով, ըստ երույթին, տեսանյութը համեմատվում է մեկ այլ ոչ այնքան հաճելի տեսանյութի հետ, որտեղ դուք նույնպես հայտնվում եք։ Գիարայի ժպիտը թուլացավ, ինչ տեսանյութ։ Ֆիոնան զգուշորեն ցույց տվեց Մարգոյի տեսանյութը։ Գիարան դիտեց աջող անհանգստությամբ վերապրելով նախորդ գիշերվա ստորացումը։ Դա հազարավոր անգամներ ինտերնետում բազմապատկված տեսնելը ստիպեց նրա ստամոքսը կրծել։ Գիարա, դուք չպետք է անհանգստանաք դրանից, արագ ասաց Ֆիոնան, բոլորը տեսնում են, որ նա էր սխալվում, նրա տեսանյութի մեկնաբանությունները շատ կոշտ են։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը դաժան լինի նրա հետ իմ պատճառով, մեղմորեն ասաց Գիարան, արդեն շատ զայրույթ կա աշխարհում։ Պետրոսը Ֆիոնան հիացմունքով հայացքներ փոխանակեցին։ Նույնիսկ հրապարակայնորեն ստորացվելուց հետո Գիարան դեռ կարեկցանք էր ցուցաբերում հարցակվողի նկատմամբ, հենց այս տեսակի արձագանքն էր նրան այդքան առանձնահատուկ դարձնում։ Քաղաքի մյուս ծայրում Վահագնը եկավ գրասենյակ վճռականորեն որոշակի միջոցներ ձեռնարկելու, որպես ազդեցիկ գործարար նա կապեր ուներ տարբեր լրատվամիջոցներում, գիտեր, թե ինչպես էին գործում թվային մարքեթինգային արշավները։ Նա որոշեց օգտագործել այդ կապերը ապահովելու համար, որ ամբողջական պատմությունը պատմվի։ Նա զանգահարեց Թելին մայրաքաղաքի խոշորագույն գովազդային գործակալություններից մեկի մարքեթինգի տնօրենին։ Թեո, ինձ մի օգնություն է պետք, տեսել եք այն տեսանյութը, որը վիրուսային է դարձել Սուրբ Գրիգորի ապաստանի երիտասարդ կամավորի մասին։ Իհարկե, բոլորը խոսում են դրա մասին, գեղեցիկ պատմություն է, ինչո՞վ։ Ես ուզում եմ, որ ձեր գործակալությունը նվիրաբերի մի ամբողջ արշավ այդ ապաստանի համար միջոցներ հավաքելու համար, անվճար։ Վահագն մեծ հաճույքով, բայց կարող եմ հարցնել պատճառը։ Վահագնը մի պահ վարանեց, ապա որոշեց անկեղծ լինել։ Մյուս տեսանյութում աղջկան ստորացրած երիտասարդը իմ որդին է, ժամանակն է, որ նա կարոր դասեր քաղի բնավորության մասին։ Թեոն մի քանի վայրկյան լռեց մշակելով տեղեկատվությունը։ Հասկանում եմ, մենք հիանալի արշավ կանենք, այդ աղջիկը արժանի է հնարավոր ամեն ճանաչմանը։ Մինչդեռ Մարգոն վերջապես որոշում կայացրեց, նա վերցրեց իր բջջային հեռախոսը, ջնջեց Կիարայի մասին տեղադրած տեսանյութը։ Նա ոչ մի բացատրություն չգրեց, դեռ հրապարակայնորեն ներողություն չխնդրեց, նա պարզապես հեռացրեց այն բովանդակությունը, որն այդքան վնաս էր պատճառել։ Ագնեսը անմիջապես զանգահարեց, Մարգո, ինչու եք ջնջել տեսանյութը, դա կթվա, թե դուք ընդունում եք, որ սխալ եք արել։ Գուցե որովհետև ես սխալ եմ արել, Ագնես։ Այդպես մի խոսա։ Մենք կարող ենք դա շրջանցել, ստեղծել պատմություն։ Ագնես, Մարգոն ընդհատեց նրան, կարծում եմ, որ պետք է վերանայեմ որոշ բաներ իմ կարիերայի վերաբերյալ։ Գուցե ավելի լավ է, որ մենք դադար վերցնենք։ Անջատվելուց հետո Մարգոն հագնվեց, որոշեց անել մի բան, որը երբեք չէր արել նախկինում։ Քայլել քաղաքով առանց նպատակի, առանց բջջային հեռախոսի ձեռքին, պարզապես մտածելով իր կյանքի իր ընտրությունների մասին։ Մինչ նա քայլում էր մարդաշատ փողոցներով, նա նկատեց բաներ, որոնք սովորաբար անտեսում էր, անօթաններ, ովքեր օգնություն էին խնդրում, հոգնած աշխատողներ, ովքեր վերադառնում էին աշխատանքից, երեխաներ, ովքեր խաղում էին պարզ հրապարակներում անկեղծ ուրախությամբ։ Առաջին անգամ նա իսկապես տեսավ այն քաղաքը, որտեղ ապրում էր։ Եվ ապա, առանց պլանավորելու, նրա քայլերը նրան տարան դեպի քաղաքի կենտրոն, որտեղ գտնվում էր Սուրբ Գրիգորի ապաստանը։ Նա կանգնեց փողոցի մյուս կողմի մայթին, դիտեց շարժումը։ Մարդիկ մտնում դուրս էին գալիս, կամավորներ նվիրատվություններ էին տանում, երեխաները վազվզում էին փոքրիկ ներքին բակում։ Հենց այդ ժամանակ նա տեսավ նրան։ Կիարան նստած էր նստարանին, համբերատար զրուցում էր մի տարեց պարոնի հետ, ով կարծես տագնապած էր։ Նա բռնած էր նրա ձեռքերը, մեղմորեն խոսում էր, առաջարկելով մխիթարություն, որը Մարգոն երբեք արժեքավոր չէր համարել։ Այդ պահին Մարգոն հասկացավ, որ այն որոշումը, որը նա կկայացներ առաջիկա ժամերին, կորոշեր ոչ միայն իր ապագան, այլ այն մարդու տեսակը, ում նա կընտրեր լինել իր կյանքի մնացած մասի համար։ Մարգոն 3 օր հեռվից դիտում էր ապաստանը, նախքան փողոցը հատելու համար քաջություն գտնելը։
Այդ ընթացքում նա տեսավ Գիարային ամեն կեսօր գալիս միշտ ինչ-որ բան տանելիս, երբեմն սնունդ, երբեմն դպրոցական պարագաներ, մեկ անգամ նույնիսկ ծաղիկներ, որոնք հավաքել էր ռեստորանի մոտ գտնվող անմշակ հողատարածքից, որտեղ աշխատում էր։ Հինգշաբթի օրը միջադեպից ուղիղ մեկ շաբաթ անց Մարգոն վերջապես որոշեց գործել։ Նա մտովի տասնյակ անգամներ փորձել էր, թե ինչ պետք է ասեր, բայց բոլոր բառերը անբավարար էին թվում իր արածի մեծության առջ։ Երբ նա հրեց ապաստանի դուռը, նրան դիմավորեցին խաղացող երեխաների աղմուկը, աշխույժ զրույցները, հոտը ախտահանիչի, տնական ուտելիքի ինչ-որ անորոշ բանի խառնուրդ էր, որը միայն իսկական սիրով լի տարածքներն ունեն։ Մարգոն անմիջապես իրեն անտեղի զգաց իր թանկարժեք հագուստներով, ֆիրմային գոշիկներով։ Ֆիոնան հայտնվեց ընդունարանում, Մարգոն տեսավ հենց այն պահը, երբ նա ճանաչեց նրան։ Բարեհամբույր արտահայտությունը վերածվեց զգուշության, բայց ոչ թշնամանքի, տարիներ շարունակ խոցելի վիճակում գտնվող մարդկանց հետ աշխատելուց հետո նա սովորել էր կարդալ մտադրությունները դեմքի արտահայտություններում։ Կարող եմ օգնել ձեզ, դիվանագիտորեն հարցրեց նա։ Ես կցանկանայի խոսել Գիարայի հետ, եթե հնարավոր է։ Մարգոն փորձեց իր ձայնը կայուն պահել, բայց այն դուրս եկավ դողացող. Իմ անունը Մարգո Ալյանց է։ Ֆիոնան դանդաղ գլխով արեց, Գիարան ճաշարանում է ընթրիքին օգնելիս, բայց նախքան նրան կանչելը, պետք է իմանամ ինչ են ձեր մտադրությունները։ Ուղիղ հարցը Մարգոյին անագնկալի բերեց։ Ես եկել եմ ներողություն խնդրելու, եւ ուզում եմ օգնություն առաջարկել ապաստանին։ Ֆինանսական օգնություն, հարցրեց Ֆիոնան պահպանելով չեզոք տոնը։ Ոչ միայն դա, ես ուզում եմ այստեղ աշխատել որպես կամավոր։ Ֆիոնան մի քանի վայրկյան ուսումնասիրեց երիտասարդի դեմքը։ Նրա արտահայտության մեջ ինչ-որ անգեղծ բան կար, որը ստիպեց նրան որոշել հնարավորություն տալ։ Ես կգնամ նրան բերելու, բայց Մարգո, նա կանգ առավ նախքան հեռանալը, Գիարան ինձ համար աղջկա պես է։ Եթե դուք այստեղ եք ձեզ գովազդելու կամ բովանդակություն ստեղծելու համար, ապա ավելի լավ է հիմա հեռանաք։ Դա այդպես չէ, արագ ասաց Մարգոն, ես խոստանում եմ։ Մի քանի րոպե անց Գիարան հայտնվեց միջանցքում ձեռքերը մաքրելով մի գոգնոցի վրա, որը նա նվեր էր ստացել երեխաներից նախորդ ամիս։ Երբ նա տեսավ Մարգոյին, անմիջապես կանգ առավ, նա ոչ վախ ցուցաբերեց, ոչ զայրույթ, պարզապես զգուշ հետաքրքրություն։ Ողջույն, պարզապես ասաց նա։ Գիարա, ես, Մարգոն սկսեց, բայց փորձված բառերն անհետացան, նրա պարզության առջ նրա պատրաստված հռետորաբանությունը արհեստական էր թվում։ Ես եկել եմ ներողություն խնդրելու այն ամենի համար, ինչ արեցի ռեստորանում, տեսանյութի համար, ամեն ինչի համար։ Նա լուր գլխով արեց, սպասելով, որ նա շարունակի։ Ես արդարացում չունեմ այն ամենի համար, ինչ արեցի, դա դաժան էր, անարդար, բոլորովին անհարկի, դուք հիանալի բան էիք անում, իսկ ես դա կատակ դարձրի։ Մարգոն զգաց, որ ձայնը դողում է, ես սխալ էի, ամբողջովին սխալ։ Ինչո՞ւ արեցիք դա, մեղմորեն հարցրեց Գիարան։ Պարզ հարցը ավելի խորը կտրեց, քան ցանկացած մեղադրանք, Մարգոյին մի քանի վայրկյան պահանջվեց անգեղծ պատասխան գտնելու համար։ Որովհետև ես վատ մարդ էի, փչացած, մագերեսային, դաժան, ես կարծում էի, որ ուրիշներին ստորացնելը ինձ ավելի բարձր է թվում, նա դադար տվեց կուլ տալով հպարտությունը։ Բայց հորս հետ խոսելուց հետո ես հայտնաբերեցի, որ ես արդեն հայտնվել եմ նմանատիպ իրավիճակում, ինչպես այն մարդիկ, ում դուք օգնում եք, ոչ թե դա արդարացնում է իմ արածը, բայց ձեր հայրը երբե ապրել է փողոցներում, զարմացած ընդհատեց Գիարան։ Ապրել է, հենց այստեղ, այս ապաստանում, շատ տարիներ առաջ։ Գիարան լուր մշակեց այդ տեղեկատվությունը։ Դա շատ բան էր բացատրում այն կատաղի արձագանքի մասին, որը Մարգոն նկարագրեց, որ ստացել էր։ Եվ դուք եկաք այստեղ, որովհետև նա հրամայեց, թե որովհետև ուզեցիք գալ։ Հարցն ուղիղ էր, բայց ոչ ագրեսիվ, դա ավելի շատ այնպես էր։ Կարծես նա անգեղծորեն փորձում էր հասկանալ նրա դրդապատճառները։ Երկուսն էլ, խոստովանեց Մարգոն, նախ նա ինձ վերջնագիր տվեց, բայց հետո ես 3 օր այստեղ էի դրսում դիտելով ձեզ աշխատելիս, եւ հասկացա, որ ուզում եմ սովորել ավելի լավ մարդ լինել։ Հենց այդ պահին ապաստանի դուռը բացվեց, ներս մտավ Վահագնը։ Մարգոն զարմացավ, նա հոր հետ այնտեղ հանդիպելու պայմանավորվածություն չուներ։ Վահագնը ձանոտ կերպով ողջունեց Ֆիոնային, մոտեցավ նրանց։ Բարի երեկո, Գիարա, հարգանքով ասաց Վահագնը, եւ Մարգո, տեսնում եմ, որ վերջապես քաջություն եք գտել այստեղ գալու համար։ Դուք ճանաչում եք Գիարային, շփոթված հարցրեց Մարգոն։ Անձամբ ոչ, բայց ես հետում եմ նրա աշխատանքին Ֆիոնայի միջոցով, բացատրեց Վահագնը, հենց որ իմացա, թե ինչ է պատահել, ուզեցի անձամբ ծանոթանալ այն երիտասարդ աղջկա հետ, ում իմ որդին ստորացրել էր։ Գիարան գարմրեց ուշադրությունից, բայց Վահագնը շարունակեց. Գիարա, երբ ես Մարգոյի տարիքին էի, 2 տարի ապրել եմ այստեղ, Ֆիոնան դեռ այստեղ չէր աշխատում, բայց այն ժամանակվա համակարգողը պարոն Ալբերտոն ինձ համար հոր պես էր։ Վահագնը շուրջը նայեց ակնհայտորեն հուզված, այս վայրն ինձ ավելին սովորեցրեց արժանապատվության, կարեկցանքի քրտնաջան աշխատանքի մասին, քան ցանկացած դպրոց կարող էր սովորեցնել, եւ ձեզ նման մարդիկ, նա նայեց Գիարային, տարբերություն էին իմ կյանքից հրաժարվելու կամ նորից սկսելու ուժ գտնելու միջ։ Մարգոն լուր լսում էր հայտնաբերելով հոր պատմության այնպիսի կողմեր, որոնք երբեք չէր պատկերացրել։
Այդ իսկ պատճառով, շարունակեց Վահագնը, երբ տեսա, թե ինչ արեց Մարկոն, դա միայն դաժանությունը չէր, որ ինձ ցնցեց, դա այն էր, որ նա հարձակվել էր հենց այնպիսի մարդու վրա, ով մի օր փրկել էր ինձ։ Կիարան զգաց, որ աչքերը լցվում են։ Պարոն Վահագն, ես պարզապես անում եմ այն, ինչ պետք է անի ցանկացած մարդ։ Ոչ, սիրելիս, դուք շատ ավելին եք անում, քան մարդկանց մեծամասնությունը կաներ, եւ հենց դրա համար էլ ես ուզում էի ձեզ ինչ-որ բան առաջարկել։ Վահագնը բաճկոնից ծրար հանեց։ Ես կցանկանայի ձեզ աշխատանք առաջարկել իմ ընկերությունում։ Մի պաշտոն, որտեղ դուք կարող եք օգտագործել ձեր խելքը ձեր սիրտը էլ ավելի շատ մարդկանց օգնելու համար։ Կիարան դողդոջուն ձեռքերով վերցրեց ծրարը, բայց անմիջապես չբացեց այն։ Դա առատաձեռն առաջարկ է, պարոն Վահագն, բայց ես պետք է մտածեմ, այս վայրը շատ բան է նշանակում ինձ համար։ Լիովին հասկանում եմ, եւ ուզում եմ, որ իմանաք, որ անկախ ձեր որոշումից աշխատանքի վերաբերյալ, դուք կունենաք իմ ընկերության ամբողջ աջակցությունը այստեղ ապաստանում աշխատանքը ընդլայնելու համար։ Մարգոն դիտում էր հոր Գիարայի միջ փոխազդեցությունը առաջին անգամ տեսնելով, թե իր հայրը իրականում ինչպիսին էր, երբ գործերով չէր զբաղվում կամ փորձում էր խնդրահարույց որդուն դաստիարակել։ Վահագնի մեջ մի անգեղծ խոնարհություն կար, որը Մարգոն երբեք չէր նկատել։ Պարոն Վահագն, վերջապես ասաց Կիարան, կարող եմ մի հարց տալ։ Իհարկե։ Մարգոն իսկապես ուզում է այստեղ աշխատել, թե դա այն պատժի մի մասն է, որը դուք կիրառել եք։ Վահագնը նայեց որդուն, ապա նորից Կիարային։ Դա մի հարց է, որին միայն նա կարող է պատասխանել։ Բոլորի հայացքները շրջվեցին դեպի Մարկո։ Դա ճշմարտության պահն էր։ Սկզբում դա պատժի պատճառով էր, խոստովանեց նա, բայց հետո այս վայրը դիտելու այս օրերն անցկացնելուց հետո, ձեզ դիտելուց հետո ես ուզում եմ սովորել օգտակար լինել։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում իսկապես օգնել մարդկանց առանց դիմացինից որևէ բան ակնկալելու։ Կիարան երկար վայրկյաններ ուսումնասիրեց նրա դեմքը։ Այնտեղ անգեղծություն կար, որը չկար ռեստորանի գիշերվա ընթացքում։ Լավ, վերջապես ասաց նա, բայց կան որոշ պայմաններ։ Մարգոն անհամբեր գլխով արեց։ Առաջինը այստեղ աշխատելիս բջջային հեռախոս չունենալ, երկրորդը դուք սկզբում կկատարեք ամենապարզ առաջադրանքները, ինչպիսիք են լոքարանները մաքրելը աման լվանալը։ Երրորդը, եթե ես նկատեմ, որ դուք այստեղ եք շուի կամ ինքնագովազդի համար, դուք անմիջապես կհեռանաք։ Ընդունում եմ, անմիջապես ասաց Մարկոն։ Եվ չորրորդը, շարունակեց Կիարան, դուք պետք է սովորեք լսել մարդկանց, իսկապես լսել, որովհետև այստեղ բոլորն ունեն պատմություն, այդ բոլոր պատմությունները կարևոր են։ Վահագնը ժպտաց հպարտանալով Գիարայի ցուցաբերած հասունությունից։ 17 տարեկանում նա ավելի շատ իմաստություն ուներ մարդկային հարաբերությունների մասին, քան իր ճանաչած մեծահասակների մեծամասնությունը։ Երբ կարող եմ սկսել, հարցրեց Մարկոն։ Հիմա, պատասխանեց Կիարան, Պետրոսը խոհանոցում է կաթսաներ է լվանում, կարող եք գնալ նրան օգնելու։ Մինչ Մարգոն գնում էր խոհանոց, Վահագնը մոտեցավ Գիարային։ Շնորհակալություն նրան այդ հնարավորությունը տալու համար։ Գիտեմ, որ դա հեշտ չէր։ Կիարան ժպտաց Մարգոյի գալուց հետո առաջին անգամ։ Բոլորն արժանի են երկրորդ հնարավորությանը, պարոն Վահագն, նույնիսկ նրանք, ովքեր մեզ վնասում են։ Հենց այս իմաստությունը հոգու առատաձեռնությունն էր, որ Գիարային այդքան առանձնահատուկ էր դարձնում։ Եվ հենց դա էր, որ Մարգոն պատրաստվում էր հայտնաբերել առաջիկա շաբաթներին։ Մարգոյի առաջին երկու շաբաթները ապաստանում նրա կյանքի ամենադժվարն էին։ Վահագնը կատարել էր իր խոսքը։ Վարկային քարտը չեղյալ էր հայտարարվել, մեքենան հավաքվել էր, ամսական նպաստը կասեցվել էր։ Մարգոն առաջին անգամ ստիպված էր եղել օգտվել հասարակական տրանսպորտից, գումար խնայել ճաշի համար կառավարել մի առօրյա, որը չէր պտտվում սոցիալական ցանցերի համար բովանդակություն ստեղծելու շուրջ։ Կամավոր աշխատանքի առաջին առավոտյան Պետրոսը նրան դիմավորեց խոհանոցում, մաշված գոգնոցով կաթսաների անverջ թվացող կույտով։ Ուրեմն դուք եք տեսանյութի տղան, առանց երկմտելու, բայց առանց թշնամանքի ասաց Պետրոսը։ Լավ, այստեղ բոլորը սկսում են զրոյից անկախ նրանից, թե ինչ են արել նախկինում։ Մարգոն հագավ գոգնոցը, որը նրանից առնվազն 2 չափսով մեծ էր, սկսեց մաքրել առաջին կաթսան, 5 րոպեից նրա ձեռքերն արդեն կարմիր էին ցավոտ, նա երբեք աման չէր լվացել իր կյանքում։ Ցավո ում է, հարցրեց Պետրոսը նկատելով անհարմարության արտահայտությունը։ Մի փոքր, խոստովանեց Մարգոն։ Պետրոսը գնաց պահարանին բերեց մի զույգ ռետինե ձեռնոց, օգտագործեք սա, բայց մի բողոքեք աշխատանքից երեխաների առաջ, նրանք իդեալականացնում են այստեղ աշխատողներին։ Այդ առաջին շաբաթվա ընթացքում Մարգոն գոտրեց 3 ափսե, շրջեց մի կաթսա ապուրով, բարեբախտաբար դատարկ, սխալ գործեց բողոքելով լոքարանի հոտից, որը մաքրում էր, Կիարան լսեց մոտեցավ։ Եթե ձեզ անհանգստացնում է հոտը, պատկերացրեք նրանց, ովքեր պետք է ամեն օր օգտագործեն այդ լոքարանները, հանգիստ ասաց նա, տարբերությունն այն է, որ ձեզ համար դա ժամանակավոր է, նրանց համար դա իրականությունն է։ Դիտարկումը խորը կտրեց, Մարգոն հասկացավ, որ դեռ այդ վայրը դիտում էր իր սեփական արտոնությունների միջոցով, ոչ թե նրանց աչքերով, ովքեր իսկապես պետք է այնտեղ լինեին։
Երկրորդ շաբաթվա ընթացքում Վահագնը հայտնվեց ապաստանում Մարգոյի աշխատանքային ժամերին։ Նա գտավ որդուն ճաշարանի հատակը լվանալիս քրտնած ակնհայտորեն հոգնած։ Ինչպե՞ս է անցնում, հարցրեց Վահագնը։ Դժվար, անգեղծորեն պատասխանեց Մարգոն չդադարելով մաքրել, շատ ավելի դժվար, քան պատկերացնում էի։ Եվ ինչ եք սովորում։ Մարգոն դադարեցրեց աշխատանքը հենվեց մաքրիչին, որ ես երբեք իսկապես չեմ իմացել, թե ինչ է աշխատանքը, եւ որ այստեղի մարդիկ շատ ավելի ուժեղ են, քան պատկերացնում էի։ Վահագնը գլխով արեց գոհ պատասխանից, իսկ Կիարայի մասին նա զարմանալի է, ավելի շատ է աշխատում, քան իմ ճանաչած ցանկացած մարդ երբեք ոչինչից չի բողոքում։ Երեկ նա եկավ այստեղ ռեստորանում կրկնագի հերթափոխից հետո դեռ 2 ժամ մնաց օգնելով մի տարեց տիկնոջը նամակ գրել իր դստերը։ Դա առաջին անգամն էր, որ Վահագնը որդուց լսում էր ինչ-որ մեկի մասին անգեղծ հիացմունքով, առանց որե գերազանցության կամ սարկազմի նշույլի։ Երրորդ շաբաթվա ընթացքում Մարգոն սկսեց ավելի շատ շփվել ապաստանի բնակիչների հետ։ Սկզբում շատերը նրան անվստահությամբ էին վերաբերվում։ Ոմանք տեսել էին բնօրինակ տեսանյութը, գիտեին, թե ով էր նա, բայց աստիճանաբար հետողական գործողությունների անգեղծ խոնարհության միջոցով նա ձեռք բերեց ընդունում։ Հենց Արոն օգնեց նրան գոտրել որոշ պատնեշներ, երիտասարդ համալսարանականը դարձել էր Մարգոյի ընկերը սովորեցնելով նրան սոցիալական իրականության մասին, որը նա երբեք չէր ճանաչել։ Գիտեք, թե ինչ է տարբերությունը ձեր այստեղի մարդկանց մեջ, հարցրեց Արոնը սուրճի ընդմիջման ժամանակ։ Ինչ։ Դուք կարող եք հեռանալ, երբ ուզեք, նրանց համար դա ընտրություն չէ։ Դիտարկումը Մարգոյին ստիպեց մտածել, թե ինչպես էին իր դժվարությունները, իրականում ժամանակավոր փորձություններ, որոնք նա կարող էր ցանկացած պահի ընդհատել պարզապես հորից ներողություն խնդրելով։ Մի օր, երբ Պետրոսին օգնում էր հագուստի նվիրատվությունները դասավորել, Մարգոն գտավ մի թանկարժեք բաճկոն, որը ինքն էր գրում։ Սա լավն է, մեկնաբանեց Պետրոսը, Լուկայի համար կատարյալ կլինի։ Մարգոն դիտեց, թե ինչպես Պետրոսը խնամքով առանձնացրեց բաճկոնը, կարծես գանձ լիներ, դա նույն ապրանքանիշի բաճկոնն էր, որից Մարգոն 5 հատ ուներ պահարանում առանց 2 անգամ մտածելու գնված։ Պետրոս, նա վարանելով հարցրեց, ինչ էիք անում նախքան այստեղ գալը։ Քաղաքացիական ինժեներ էի, 30 տարի աշխատել եմ քաղաքում շենքեր կառուցելով, բնականորեն պատասխանեց Պետրոսը, երկարատ հիվանդությունը վերջ տվեց իմ խնայողություններին, իսկ հետո իմ տարիքում այլս աշխատանք չկարողացա գտնել։ Մարգոն ցնցված էր, նա միշտ ենթադրել էր, որ խոցելի վիճակում գտնվող մարդիկ նրանք են, ովքեր բավականաչափ չեն ջանքեր գործադրել կյանքում։ Հայտնաբերելը, որ Պետրոսը ամուր կարիերա ուներ, ամեն ինչ կորցրել էր իր վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով, ամբողջովին փոխեց նրա տեսակետը։ Բայց դուք չեք զայրանում այս ամենի անարդարությունից։ Պետրոսը տխուր ժպտաց, զայրույթը հաշիվ չի վճարում, սով չի հագեցնում։ Տղա, եւ տեսեք, նա մատնացույց արեց ապաստանի շարժումը, այստեղ ես նոր ընտանիք գտա, երբեմն կյանքը մեզ տանում է այնպիսի ճանապարհներով, որոնք մենք չենք պլանավորել, բայց միշտ ինչ-որ բան կա սովորելու։ Այդ գիշեր Մարգոն դուրս եկավ ապաստանից, մտքերը եռում էին։ Նա նստեց ավտոբուս, դեռ սովորում էր հասարակական տրանսպորտին, դիտում էր ուղորներին, այնտեղ յուրաքանչյուր մարդ ուներ իր պատմությունը, պայքարը, երազանքները, ինչպես էր ապրել 22 տարի առանց դա նկատելու։ Երբ նա հասավ բնակարան, գտավ մի նամակ շենքի կառավարությունից, որը հայտնում էր, որ վարձը չի վճարվել, Մարգոն զանգահարեց հորը։ Հայրիկ, բնակարանի վարձը չի վճարվել, որովհետև հիմա դա ձեր պատասխանատվությունն է։ Վահագնը ընդհատեց նրան, 1 շաբաթ ունեք լուծելու համար։ Մարգոն զգաց, որ խուճապը բարձրանում է։ Կասեցված նպաստով առանց սեփական եկամտի, նա չուներ շքեղ բնակարանի վարձը վճարելու միջոց։ Բայց հայրիկ, ինչպես կստանամ այդ գումարը։ Նույն կերպ, ինչպես ցանկացած սովորական մարդ է ստանում աշխատելով։ Որտեղ աշխատել, ինչ անել։ Դա ձեզնից է կախված, Մարգո, բայց առաջարկում եմ արագ սկսել փնտրել։ Անջատվելուց հետո Մարգոն շուրջը նայեց բնակարանին, որը նա միշտ նորմալ էր համարել, առաջին անգամ նա հասկացավ, թե ինչպես էր այնտեղ ամեն ինչ թանկ, անհարկի, չափազանցված, քանի ընտանիք ապաստանից կարող էր հարմարավետ ապրել այդ վարձի 1 ամսվա արժեքով։ Հաջորդ օրը նա եկավ ապաստան ակնհայտորեն անհանգստացած, Կիարան անմիջապես նկատեց. ինչ-որ բան պատահել է։ Մարգոն վարանեց, ապա որոշեց անգեղծ լինել, հայրս կտրել է իմ բնակարանի ֆինանսավորումը։ 1 շաբաթ ունեմ վարձի համար գումար գտնելու կամ ստիպված կլինեմ հեռանալ։ Կիարան նրան նայեց կարեկցանքի գրեթե հեգնանքի խառնուրդով։ Հիմա դուք սկսում եք հասկանալ, թե ինչպես է ապրում մարդկանց մեծամասնությունը, մեղմորեն ասաց նա, միշտ անհանգստանալով, թե որտեղից գտնել գումար հիմնական գարիքների համար։ Կիարա, Մարգոն իմպուլսիվորեն ասաց, ինձ սովորեցրեք լինել ձեզ նման։ Ինչպես ուժեղ, առատաձեռն կարողանալ օգնել ուրիշներին, նույնիսկ երբ ունեք ձեր սեփական խնդիրները։ Կիարան դադարեցրեց իր դասավորած նվիրատվությունները, ուղիղ նայեց Մարգոյին։ Մարգո, դուք պետք չէ լինել ինձ նման։
Դուք պետք է հայտնաբերեք, թե ով եք դուք իրականում, երբ դադարում եք ծածնել, թե ինչ որ մեկն եք, ով չեք։ Դա ամենախորը բանն էր, որ երբևէ որևէ մեկը ասել էր նրան, եւ իր կյանքում առաջին անգամ Մարգոն իսկապես ուզում էր գտնել այդ հարցի պատասխանը։ Այդ կեսօրին, ճաշից հետո սեղանները մաքրելիս, Մարգոն դիտում էր Կիարային, ով համբերատար զրուցում էր Աննայի 8-ամյա աղջկա հետ, ով նկարել էր նրա դիմանկարը, երեխան լաց էր լինում, քանի որ մեկ ատամ էր կորցրել անհանգստանում էր, որ ատամի փերին նրան չի գտնի ապաստանում։ Կիարան ձնգի իջավ աղջկա հասագին ասաց. «Աննա, ատամի փերիները շատ խելացի են, նրանք միշտ գիտեն, թե որտեղ գտնել ձեզ նման հատուկ երեխաների, եւ գիտեք ինչ, կարծում եմ, որ այն ատամի փերին, ով հոգ է տանում այստեղ ապրող տղաների աղջիկների մասին, լրացուցիչ առատաձեռն է»։ Հաջորդ օրը Աննան իր բարձի տակ մետաղադրամ գտավ մի փոքրիկ գրություն, որում ասվում էր, որ ատամի փերին շատ տպավորված է իր քաջության բարությամբ։ Մարգոն տեսավ, թե ինչպես Կիարան զգուշորեն պահում էր ոսկեգույն գրիչը, որն օգտագործել էր գրություն գրելու համար։ Հենց այդ պահին նա հասկացավ, Կիարան հատուկ չէր ծնունդով տաղանդի պատճառով։ Նա հատուկ էր, որովհետև ամեն օր ընտրում էր ուրիշների գարիքները դնել իր սեփականից առաջ, եւ դա մի ընտրություն էր, որը նա նույնպես կարող էր անել։ Բնակարանի վերաբերյալ վերջնագրից մեկ ամիս անց Մարգոն աշխատանք էր գտել քաղաքի կենտրոնի շինանյութերի փոքրիկ խանութում որպես օգնական։ Աշխատավարձը համեստ էր, բավարար միայն պարզ պանսիոնատում վարձակալված սենյակի համար, բայց դա արժանապատվությամբ վաստակած գումար էր։ Ամեն առավոտ նա արթնանում էր 5:30-ին աշխատանքի հասնելու համար ժամը 7-ին։ Կեսօրին, աշխատանքային օրվա ավարտից հետո, նա անմիջապես գնում էր ապաստան, որտեղ շարունակում էր կամավորական աշխատանքը, առօրյան հոգնեցուցիչ էր, բայց իր կյանքում առաջին անգամ Մարգոն զգում էր, որ իսկապես ապրում է, ոչ թե պարզապես գոյություն ունի։ Դուք ուրիշ եք թվում, մեկ հինգշաբթի մեկնաբանեց Կիարան, երբ նրանք օգնում էին Պետրոսին ընթրիք պատրաստել։ Ինչպես ուրիշ։ Ավելի իրական, նա ժպտաց, նախկինում դուք միշտ կարծես ինչ որ կերպար էիք խաղում, հիմա դուք պարզապես դուք եք։ Մարգոն մտածեց դրա մասին, երբ բանջարեղեն էր կտրում ապուրի համար, ճիշտ էր, նա այլս չէր մտածում, թե ինչպես կթվային իր գործողությունները առցանց, չէր հաշվարկում յուրաքանչյուր բառ ներգրավվածությունը առավելագույնի հասցնելու համար, նա զարմանալի բան էր հայտնաբերել։ Իսկական լինելը անսահմանորեն ավելի բավարար էր, քան հայտնի լինելը։ Կիարա, նա վարանելով ասաց, դուք արդեն որոշել եք իմ հոր առաջարկի վերաբերյալ։ Նա դադարեցրեց իր արածը, իրականում, երեկ այդ մասին խոսեցի Ֆիոնայի հետ, եւ ձեր թույլտվությամբ կցանկանայի ինչ որ բան առաջարկել ձեր հորը։ Իմ թույլտվությամբ։ Այո, որովհետև դա ձեզ էլ է վերաբերում։ Այդ գիշեր ապաստանում ընթրիքից հետո Կիարան խնդրեց առանձին խոսել Վահագնի Մարկոյի հետ, երեքը նստեցին Ֆիոնայի փոքրիկ գրասենյակում, ով առաջարկել էր միջնորդել զրույցը։ Պարոն Վահագն, սկսեց Կիարան, ես շատ շնորհակալ եմ ձեր առաջարկած հնարավորության համար, բայց կցանկանայի այլընտրանք առաջարկել։ Վահագնը գլխով արեց հետաքրքրված։ Ինչ կասեք, եթե ձեր ընկերությունը ստեղծի սոցիալական պատասխանատվության ծրագիր այստեղ ապաստանում։ Ես կարող էի համակարգել նախագիծը կես դրույքով աշխատելով ընկերությունում կես դրույքով այստեղ, եւ Մարգոն, նա նայեց նրան, կարող էր լինել իմ օգնականը։ Մարգոն աչքերը լայն բացեց, ես։ Դուք հիմա գիտեք երկու իրականությունները, բացատրեց Կիարան, արտոնության գարիքի, սա ձեզ եզակի հեռանկար է տալիս օգնելու կամուրջ ստեղծել ընկերությունների սոցիալական հաստատությունների միջ։ Վահագնը ժպտաց, դա հենց այնպիսի նորարարական լուծում էր, որը նա կսպասեր Կիարայի խելքից զգայունությունից։ Իսկ դուք, Մարգո, ինչ եք կարծում։ Մարգոն շուրջը նայեց փոքրիկ գրասենյակին մտածելով այն ամենի մասին, ինչ սովորել էր վերջին ամիսներին։ Ես կսիրեի, բայց ուզում եմ շարունակել աշխատել նախ խանութում առնվազն մի քանի ամիս։ Ինչո՞, հարցրեց Վահագնը հետաքրքրված։ Որովհետև դեռ սովորում եմ ազնիվ աշխատանքի արժեքը։ Չեմ ուզում նորից ապրել արտոնություններով առանց համոզվելու, որ արժանի եմ դրան։ Ֆիոնան հպարտ ժպտաց, դա հենց այն պատասխանն էր, որին նա սպասում էր։ 3 ամիս անց Վահագնի սոցիալական պատասխանատվության ծրագիրը լիովին գործում էր։ Ընկերությունը ամբողջությամբ վերանորոգել էր ապաստանը, ստեղծել էր մասնագիտական վերապատրաստման ծրագիր բնակիչների համար համագործակցություն էր հաստատել այլ ընկերությունների հետ հնարավորություններն ընդլայնելու համար։ Կիարան իր ժամանակը բաժանում էր ծրագիրը համակարգելու մարդկանց հետ իր անմիջական կամավորական աշխատանքը շարունակելու միջ։ Մարգոն դարձել էր նրա աջ ձեռքը օգտագործելով իր նախկին փորձը սոցիալական ցանցերի հետ ապաստանի աշխատանքը հարգալից արդյունավետ ձով տարածելու համար։ Մարգոյի վերափոխումը տեսանելի էր բոլորի համար, նա նիհարել էր, մկաններ էր ձեռք բերել ֆիզիկական աշխատանքից, զարգացրել էր համբերություն ու կարեկցանք, որոնք ոչ ոք չէր պատկերացնի մի քանի ամիս առաջ, նրա հին հետորդները սոցիալական ցանցերում ցրվել էին։ Բայց նա շատ ավելի արժեքավոր բան էր ձեռք բերել իր շրջապատի մարդկանց անգեղծ հարգանքը։ Կարոտում եք, հարցրեց Կիարան մի օր, երբ նրանք միջոցների հանգանակության արշավ էին կազմակերպում։ Կեղծ համբավը, դատարկ կյանքը, Մարգոն գլխով արեց, բնավ, գիտեք, թե հիմա ինչն եմ ամենաշատը սիրում։ Ինչը։
Երբ առավոտյան արթնանում եմ, հստակ գիտեմ, թե ով եմ ես, պետք չէ ձացնել, թե ինչ որ մեկն եմ։ Ահարոնը, ով դարձել էր երկուսի մտերիմ ընկերը, փաստագրեց ծրագրի ամբողջ վերափոխումը իր դիպլոմային աշխատանքի համար նախատեսված փոքրիկ վավերագրական ֆիլմում։ Տեսանյութը ցույց էր տալիս ոչ միայն ապաստանի աճը, այլ Մարգոյի անձնական քավության ճանապարհը։ Վավերագրական ֆիլմի ամենահուզիչ տեսարաններից մեկում Պետրոսը հայտնվում էր սովորեցնելով Մարգոյին, թե ինչպես վերանորոգել ապաստանի լոքարանի խողովակը։ Սկզբում կարծում էի, որ դուք պարզապես մեկ պլեյբոյ եք, ով ուզում է մաքրել իր խիղճը, Պետրոսն ասում էր տեսախցիկին, բայց այս տղան ինձ զարմացրեց, նա իսկապես ուժ ունի, երբ որոշում է ամեն ինչ ճիշտ անել։ Մարգոն յուղով քրտինքով պատված, անգեղծորեն ժպտում էր տեսախցիկին։ Պետրոսն ինձ սովորեցրեց, որ արժանապատվությունը կապված չէ նրա հետ, թե որքան գումար ունեք, այլ նրա հետ, թե ինչպես եք վերաբերվում մարդկանց, ինչպես եք աշխատում։ Ահարոնի վավերագրական ֆիլմը ի վերջո ստացավ ուսանողական մրցանակ, գրավեց այլ ընկերությունների ուշադրությունը, ովքեր հետաքրքրված էին նմանատիպ ծրագրեր մշակելով։ Առանց նկատելու 3 երիտասարդները ստեղծել էին մի մոդել, որը սկսում էր տարածվել այլ քաղաքներում։ Վավերագրական ֆիլմի պարգատրման արարողության ժամանակ Վահագնը հպարտությամբ դիտում էր, թե ինչպես էին Ահարոնը, Կիարան Մարգոն ճանաչում ստանում իրենց աշխատանքի համար։ Երբ Մարգոն բարձրացավ բեմ, Վահագնը այլս չտեսավ ամիսներ առաջվա ամբարտավան գորած երիտասարդին, այլ մի մարդու, ով գտել էր իր նպատակը։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել երկու մարդու, ասաց Մարգոն խոսափողով, Պետրոսին, ով ինձ սովորեցրեց, որ իսկական ուժը գալիս է խոնարհությունից, եւ Գիարային, ով ինձ ցույց տվեց, որ ամենամեծ հեղափոխությունը, որը մենք կարող ենք անել, ամեն օր բարի լինելն է, նույնիսկ երբ ոչ ոք չի նայում։ Կիարան հանդիսատեսի շարքում նստած, զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով, դա նույն հույզն էր, որը նա զգում էր ամեն անգամ, երբ տեսնում էր ապաստանի երեխաներից մեկին անգեղծորեն ժպտալիս դրական վերափոխման ուրախությունը։ Արարողությունից հետո 4-ը հանդիպեցին թատրոնի նախասրահում։ Մարկո, ասաց Վահագնը ձեռքը դնելով որդու ուսին, ես հպարտ եմ այն մարդով, ում դուք դարձաք։ Հայրիկ, շնորհակալություն ինձանից չհրաժարվելու համար, ինձ ստիպելու համար տեսնել իմ պղպճակից այն կողմ։ Վահագնը գրգեց որդուն հիշելով իր սեփական հորը, ով մահացել էր չտեսնելով իր վերափոխումը փողոցային տղայից հաջողակ գործարարի, առնվազն նա ապրել էր տեսնելու Մարգոյի ճանապարհը գտնելը։ Իսկ հիմա, հարցրեց Կիարան, ինչ է գալիս հետո։ Մարգոն նայեց իր ընկերներին, ովքեր փոխել էին իր կյանքը։ Հիմա մենք շարունակում ենք անել այն, ինչ անում ենք, մեկ օրը մեկ անգամ, մեկ մարդը մեկ անգամ։ Ահարոնը ժպտաց, եւ ես կշարունակեմ փաստագրել, այս պատմությունը արժանի է պատմվելու։ Ինչ պատմություն, հարցրեց Կիարան։ Պատմությունը, թե ինչպես բարության փոքրիկ արարքները կարող են փոխել ամբողջ կյանքեր։ Պատմությունը, թե ինչպես երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Պատմությունը, թե ինչպես սերը միշտ հաղթում է ատելությանը, նույնիսկ եթե մի փոքր ժամանակ է պահանջվում։ 6 ամիս անց, երբ Սուրբ Գրիգորի ապաստանը նշում էր իր հիմնադրման տարեդարձը, Մարգոն խոհանոցում էր օգնելով Պետրոսին հատուկ տորտ պատրաստել, Կիարան համակարգում էր խնջույքը ճաշարանում, Աննան վազվզում էր սեղանների մեջ բաժանելով նկարներ, որոնք նա արել էր բոլոր կամավորների համար, Վահագնը գալիս էր տանից գտած կիթառը տանելով խնջույքը աշխուժացնելու համար։ Դա պարզ տեսարան էր առանց տեսախցիկների, առանց լայքերի, առանց հետորտների, պարզապես իրական մարդիկ, ովքեր ապրում էին ընդհանուր ուրախության իրական պահ։ Եվ Մարգոյի համար դա անսահմանորեն ավելի արժեքավոր էր, քան այն բոլոր թվային համբավը, որը նա գործրել էր։ Երբ նա գտրում էր տորթը, տեսնում էր ժպիտները իր շուրջը, Մարգոն մտածում էր, թե որքան էր փոխվել իր կյանքը, նա գործրել էր հետորտներ, գումար, սոցիալական կարգավիճակ, բայց նա ձեռք էր բերել ընտանիք, նպատակ, ներքին խաղաղություն, անկասկած դա ամենալավ գործարքն էր, որ նա երբե արել էր։ Կիարան մոտեցավ նրան փոքրիկ փաթեթը ձեռքին։ Ինչ է սա։ Մի բան, որը ես պահել էի ռեստորանում տեղի ունեցած այդ սարսափելի առաջին գիշերվանից, ասաց նա հանձնելով նվերը։ Մարգոն զգուշորեն բացեց այն։ Դա պարզ կտորե թաշկինակ էր նույն կտորից, որը նա օգտագործում էր քրտինքը սրբելու համար ապաստանում աշխատելիս։ Ես ասացի, որ ձեզ պետք կլինի, նա ժպտաց, եւ ձեզ պետք եկավ, մաքրելու ոչ միայն քրտինքը, այլ հպարտությունը, ամբարտավանությունը, այն ամենը, ինչը խանգարում էր ձեզ լինել այն, ինչ դուք իրականում եք։ Մարգոն երկու ձեռքով բռնեց թաշկինակը, զգալով այդ պարզ կտորի խորհրդանշական ծանրությունը։ Շնորհակալություն, Գիարա, ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ ձեզ, Մարգո, ինձ ցույց տալու համար, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր մեզ վնասում են, կարող են ընտրել փոխվել։ Ճաշարանի մյուս ծայրում Վահագնը դիտում էր տեսարանը, ժպտում էր, իր սեփական ճանապարհը փողոցային տղայից գործարարի գտել էր իր ամենամեծ իմաստը։ Դաստիարակել մի որդի, ով կարող էր ընտրել բարությունը, նույնիսկ երբ ոչինչ չէր պարտադրում նրան դա անել։ Խնջույքը շարունակվեց մինչ ուշ գիշեր լի երաժշտությամբ, ձիձաղով ընդհանուր պատմություններով, եւ երբ այն ավարտվեց, Մարգոն օգնեց մաքրել ամեն ինչ, ինչպես միշտ անում էր, ինչպես միշտ կաներ, որովհետեւ նա սովորել էր, որ իսկական իրականացումը չէր գալիս գագաթին լինելուց, այլ գողքին լինելուց օգնելով ուրիշներին բարձրանալ։
2 տարի է անցել Մագնոլիա ռեստորանում տեղի ունեցած այդ առաջին ստորացուցիչ գիշերվանից, Վահագնի ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագիրը դարձել էր ազգային հենագետ կրկնօրինակվելով տասնյակ այլ քաղաքներում։ Կիարան, այժմ 19 տարեկան, հրավիրվել էր համալսարաններում դասախոսելու սոցիալական նորարարության մասին միշտ ուղեկցվելով Մարգոյի կողմից, ով գտել էր իր իսկական գոչումը ձեռնարկատիրական աշխարհի երրորդ հատվածի մեջ կամուրջ ստեղծելու մեջ։ Սուրբ Գրիգորի ապաստանը ամբողջությամբ վերափոխվել էր, այն, ինչ սկսվել էր որպես ժամանակավոր ապաստանի տարածք, այժմ մասնագիտական վերապատրաստման կենտրոն էր հաստատված համագործակցություններով ավելի քան 50 ընկերությունների հետ։ Պետրոսը ստանձնել էր քաղաքացիական շինարարության նախագծի համակարգումը, որը արհեստներ էր սովորեցնում խոցելի երիտասարդներին կամավոր հիմունքներով օգտագործելով իր ինժեներական ամբողջ փորձը։ Մարգոն արթնացավ այդ շաբաթ առավոտյան տարբեր զգացողությամբ, դա ապաստանի նոր կրթական տարածքի պաշտոնական բացման օրն էր նախագիծ, որը նա Կիարան միասին մշակել էին ամիսներ շարունակ, 2 տարի պանսիոնատում վարձակալված սենյակում ապրելուց հետո նա վերջապես կարողացել էր բավականաչափ խնայել սեփական փոքրիկ բնակարանի համար, բայց պահպանում էր նույն պարզությունը, որը սովորել էր գնահատել։ Մինչ նա պատրաստվում էր օրվան, նայեց հայելուն տեսավ մի մարդու, ով ամբողջովին տարբերվում էր այն ամբարտավան երիտասարդից, ով մարդկանց ստորացնում էր առցանց զվարճանքի համար, նրա մկանները ձավորվել էին մշտական ֆիզիկական աշխատանքից, նրա գոշտացած ձեռքերը պատմում էին իրական նվիրումի պատմություններ, նրա աչքերը գրում էին մի խաղաղություն, որը ոչ մի քանակությամբ լայքեր չէին կարողացել ապահովել։ Բջջային հեռախոսը զանգահարեց Կիարայի հաղորդագրությամբ. «Մարգո, կարող եք այսօր ավելի շուտ գալ։ Ձեզ համար անակնկալ ունեմ»։ Նա ժպտաց, վերջին ամիսներին նա նկատել էր, որ Կիարայի հանդեպ իր զգացմունքները զարգացել էին հիացմունքից հարգանքից շատ ավելի, նա դարձել էր իր կյանքի ամենակարևոր մարդը, բայց նա դեռ քաջություն չէր գտել դա արտահայտելու համար։ Բարեկամությունը, մասնագիտական համագործակցությունը, որոնք նրանք կառուցել էին, փչացնելու վախը խանգարում էր նրան անել այդ քայլը։ Երբ նա հասավ ապաստան, նա անսովոր շարժում նկատեց կամավորներ, ում նա ամիսներով չէր տեսել, ներկա էին նախկին բնակիչներ, ովքեր աշխատանք սեփական բնակարան էին գտել, վերադարձել էին տոնակատարությանը, նույնիսկ մարդիկ, ում Մարգոն չէր ճանաչում, շրջում էին տարածքում։ Ֆիոնան նրան դիմավորեց ամուր գրկախառնությամբ. «Մարգո, ինչ լավ է, որ եկաք, Կիարան հանդիպումների սենյակում է կազմակերպում է վերջին բաները արարողության համար»։ Նա գտավ Կիարային թղթերով շրջապատված, ցուցակներ ստուգելիս մանրամասներ համակարգելիս այն արդյունավետությամբ, որին նա սովորել էր հիանալ։ Նա բարձրացրեց աչքերը, երբ նա ներս մտավ, նրա դեմքը լուսավորվեց ժպիտով, որը ստիպեց Մարգոյի սիրտը արագանալ։ «Ժամանակին եկաք», ասաց նա վեր կենալով ուղղելով իր պարզ, բայց էլեգանտ զգեստը, որը նա ընտրել էր այդ առիթի համար։ «Պետք է ձեզ մի բան ցույց տամ, մինչ արարողությունը սկսվի»։ Նա նրան տարավ սենյակի մի պատի մոտ, որը ծածկված էր կտորով։ Հիշում եք, երբ Аарոնը այդ վավերագրական ֆիլմը նկարահանեց մեր աշխատանքի մասին։ Իհարկե։ Դե, նա դրանով չսահմանափակվեց։ Կիարան քաշեց կտորը բացահայտելով շրջանակված լուսանկարների շարք, որոնք պատմում էին ապաստանի ներգրավված մարդկանց վերափոխման ամբողջ ճանապարհը։ Առաջին լուսանկարը ցույց էր տալիս ապաստանը իր սկզբնական վիճակում վերանորոգումներից առաջ։ Երկրորդը այն գիշերվա լուսանկարն էր, երբ Մարգոն առաջին անգամ էր եկել ակնհայտորեն անհարմար իր թանկարժեք հագուստներով, մյուսները ցույց էին տալիս համատեղ աշխատանքի պահեր։ Մարգոն սովորում էր եփել Պետրոսի հետ, Կիարան երեխաներին սովորեցնում էր կարդալ, Վահագնը օգնում էր նոր գրադարանի կառուցմանը։ Բայց վերջին լուսանկարն էր, որ խլեց Մարգոյի շունչը։ Դա նրա Կիարայի միասին աշխատելու պատկերն էր նախորդ շաբաթ նվիրատվություններ դասավորելիս։ Երկուսն էլ ծիծաղում էին Պետրոսի ասածի վրա, նրանց միջ կապը տեսանելի էր նույնիսկ հեռվից դիտողի համար։ Аарոնը սա նկարահանել է առանց մեր նկատելու, մեղմորեն ասաց Կիարան, եւ երբ ես տեսա, հասկացա մի բան, որը գուցե դուք էլ եք նկատել։ Մարգոն շրջվեց դեպի նա սիրտը արագ բաբախելով. «Ինչ նկատեցիք, որ ինչ որ պահի այս 2 տարիների ընթացքում դուք ինձ համար դարձաք շատ ավելին, քան ընկեր գործընկեր»։ Բարերը այնքան մեղմ դուրս եկան, որ Մարգոն հազիվ լսեց դրանք, երբ նա ամբողջությամբ մշակեց իմաստը, նա զգաց, կարծես օդը դուրս էր քաշվել իր թոքերից։ «Կիարա, ես գիտեմ, որ դա բարդ է», արագ շարունակեց նա այտերը կարմրելով, «մենք միասին ենք աշխատում, պատասխանատվություն ունենք, մեր բարեկամությունը շատ կարևոր է ինձ համար, բայց ես այլս չէի կարող զացնել, թե չեմ զգում դա»։ Մարգոն մեկ քայլ արեց դեպի նա. «Դուք պատկերացում չունեք, թե ինչքան ժամանակ է, ինչ ես նույն բանն եմ զգում, բայց վախենում էի փչացնել այն ամենը, ինչ կառուցել էինք։ Իսկ եթե չփչացնի, իսկ եթե իրականում ամեն ինչ էլ ավելի լավ դարձնի»։ Նրանք լուր նայեցին միմյանց մի քանի վայրկյան, 2 տարվա չասված զգացմունքները լցնում էին նրանց միջ եղած տարածությունը։ Մարգոն ձեռքը մեկնեց նրբորեն դիպչելով Կիարայի դեմքին. «Կարող եմ ձեզ համբուրել»։ Նրա պատասխանը եկավ ժպիտով դեպի նա շարժումով։ Համբույրը մեղմ էր լի խոստումներով, այն ամբողջ հարգանքով ու սիրով, որ նրանք կառուցել էին համատեղ աշխատանքի ընդհանուր փորձի միջոցով։ Երբ նրանք բաժանվեցին, Մարգոն հենեց ճակատը նրա ճակատին։
Ես սիրում եմ քեզ, Կիարա, ոչ միայն նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով դու ինձ օգնեցիր դառնալ։ Ես էլ եմ սիրում քեզ, շնջաց նա, եւ գիտեք, թե ձեր մեջ էլ ինչն եմ ամենաշատը սիրում։ Ինչ։ Որ դուք ընտրեցիք փոխվել, ամեն օր դուք արթնանում եք, ընտրում եք ավելի լավ մարդ լինել, քան երեկ էիք, սա ամենագեղեցիկ բանն է, որ ես երբե տեսել եմ։ Նրանց ընդհատեց դրան թագոցը։ Аарոնը հայտնվեց տեսախցիկը ձեռքին խորամանկ ժպիտով դեմքին։ Կներեք ընդհատելու համար, բայց արարողությունը սկսվում է 10 րոպեից դե, ես կարծես թե կատարյալ լուսանկար եմ ստացել հաջորդականության համար։ Մարգոն Գիարան ծիծաղեցին բնականաբար միահյուսելով մատները։ Аарոն, դուք անհնարին եք, ասաց Գիարան։ Անհնարին, բայց արդյունավետ, արիք, դուք երկու աղավնիներ, շատ կարևոր մարդիկ են սպասում տեսնելու, թե ինչ եք կառուցել այստեղ։ Կրթական կենտրոնի բացման արարողությունը բացարձակ հաջողություն ունեցավ։ Վահագնը խոսեց այն մասին, թե ինչպես սոցիալական պատասխանատվության ներդրումները դարձել էին իր ձեռնարկատիրական կարիերայի ամենապարգատրող մասը։ Ֆիոնան խոսեց այն վերափոխման մասին, որին ինքը ականատես էր եղել ոչ միայն ֆիզիկական տարածքում, այլ ապաստանով անցած մարդկանց կյանքում։ Երբ Կիարայի խոսելու հերթը եկավ, նա բարձրացավ փոքրիկ ինքնաշեն բեմ այն վստահությամբ, որը նա զարգացրել էր վերջին տարիներին։ Բայց սոցիալական ծրագրերի ձեռնարկատիրական համագործակցությունների մասին պատրաստված ելույթի փոխարեն նա որոշեց խոսել սրտից։ Երբ ես 15 տարեկան էի, սկսեցի այստեղ աշխատել որպես կամավոր, կարծում էի, որ գալիս եմ օգնելու ուրիշներին։ Սկսեց նա իր ձայնը պարզ կայուն։ Այն, ինչ ես չգիտեի, այն էր, որ հենց նրանք էին ինձ օգնելու հայտնաբերել, թե ով եմ ես իրականում։ Նա նայեց հանդիսատեսին գտնելով ծանոթ դեմքեր։ Պետրոսին, ով այժմ գրում էր նվիրաբերված, բայց անթերի գոստյումներ իր համակարգման գործառույթների համար։ Աննային, այժմ 10 տարեկան լրացուցիչ դպրոցական ծրագրի լավագույն աշակերտներից մեկը։ Օլիվիային, ով աշխատանք էր գտել իր երեխաներին տանում էր կենտրոնի կրթական գործունեությանը։ Այստեղ ես սովորեցի, որ բարությունը բնածին տաղանդ չէ, այլ ամենօրյա ընտրություն։ Ես սովորեցի, որ վերափոխումը հնարավոր է ցանկացած մարդու համար, ով պատրաստ է կատարել իր ներսը նայելու դժվար աշխատանքը։ Եվ ես սովորեցի, որ ամենամեծ հրաշքները տեղի են ունենում, երբ տարբեր մարդիկ միավորվում են ընդհանուր նպատակով։ Նրա աչքերը գտան Մարգոյին հանդիսատեսի շարքում։ Նա Վահագնի գողքին էր, երկուսն էլ հպարտության սիրո արտահայտություններով։ 2 տարի առաջ ինչ-որ մեկը եկավ այստեղ գրելով զայրույթ, ամբարտավանություն աշխարհի շատ խեղացյուրված տեսլական։ Մենք բոլորս կարող էինք մերժել այդ մարդուն, պահպանել մեր համայնքը մաքուր անվտանգ։ Բայց մենք ընտրեցինք հնարավորություն տալ, եւ դա անելով, մենք ոչ միայն օգնեցինք մեկ մարդու վերափոխվել, այլ սովորեցինք, որ ներելու ընդունելու մեր սեփական կարողությունը ավելի մեծ էր, քան պատկերացնում էինք։ Մարգոն զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով, նա երբեք չէր մտածել իր ճանապարհի մասին այս տեսանկյունից։ Այն, ինչ ես ուզում եմ ասել սրանով, շարունակեց Կիարան, այն է, որ այս կրթական կենտրոնը ներկայացնում է շատ ավելին, քան դասասենյակներն ու սարքավորումները։ Այն ներկայացնում է այն ապացույցը, որ երբ մենք ընտրում ենք տեսնել յուրաքանչյուր մարդու ներուժը, երբ ընտրում ենք հավատալ մարդկային փոփոխության կարողությանը, արտակարգ բաներ կարող են տեղի ունենալ։ Հանդիսատեսը ոգորությամբ ծափահարեց, բայց Կիարան դեռ չէր ավարտել։ Այսօր այստեղ մի մարդ կա, ով կատարելապես խորհրդանշում է այս ամենը։ Մարգո Ալյանցը եկավ այստեղ որպես կորած երիտասարդ վերածվեց այս վայրի ամենանվիրված համակարգողներից մեկի։ Նա կարող էր վերադառնալ իր արտոնյալ կյանքին, երբ հայրը թույլ տվեց, բայց ընտրեց մնալ, ընտրեց շարունակել սովորել, աճել, ծառայել։ Մարգոն զգաց, որ դեմքը կարմրում է, երբ բոլորի ուշադրությունը դարձավ նրա վրա։ Մարգո, Կիարան կանչեց նրան, կարող եք այստեղ բարձրանալ։ Նա գլխով արեց ցույց տալով, որ նախընտրում է մնալ իր տեղում, բայց հանդիսատեսը սկսեց ծափահարել բղավել նրա անունը։ Վահագնը նրբորեն հրեց նրան դեպի բեմ։ Երբ նա հասավ Գիարայի գողքին, նա բռնեց նրա ձեռքը, շրջվեց դեպի հանդիսատեսը։ Այս մարդը ինձ սովորեցրեց, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար, որ իսկական հպարտությունը գալիս է ազնիվ աշխատանքից, եւ որ իսկական սերը մեծանում է, երբ երկու մարդ միասին նվիրվում են իրենցից ավելի մեծ բանի։ Հանդիսատեսը պայթեց ծափահարություններով, ուրախության բացականչություններով։ Պետրոսը բղավեց, վերջապես Аарոնը բարձրացրեց տեսախցիկը պահը նկարահանելու համար։ Մարգոն դողդոջուն ձեռքերով վերցրեց խոսափողը։ Ես ոչ մի ելույթ չեմ պատրաստել։ Խոսիր սրտից, բղավեց Աննան հանդիսատեսից ծիծաղ առաջացնելով։ Մարգոն նայեց այդ բոլոր մարդկանց, ովքեր դարձել էին իր իսկական ընտանիքը։ 2 տարի առաջ ես կարծում էի, որ գիտեմ, թե ինչ է հաջողությունը։ Կարծում էի, որ դա կապված է նրա հետ, թե քանի մարդ է ինձ հետում առցանց, որքան գումար եմ ծախսում, քանի անգամ է իմ անունը հայտնվում կարևոր վայրերում։ Նա դադար տվեց դասավորելով իր մտքերը։ Այսօր ես գիտեմ, որ հաջողությունը Պետրոսն է ինձ սովորեցնում է վերանորոգել կոտրված ցնցուղը։ Դա Աննան է ինձ հպարտորեն ցույց տալիս մի նկար, որը նա արել է դպրոցում։ Դա Օլիվիան է ինձ պատմում է, որ աշխատանքում պաշտոնի բարձրացում է ստացել։ Դա Ֆիոնան է ինձ հանդիմանում է, երբ մոռանում եմ լոքարանները ճիշտ մաքրել։
Հանդիսատեսը ձիձաղեց ճանաչելով նրա խոսքերի ճշմարտությունը։ Հաջողությունը ամեն օր արթնանալն է իմանալով, որ կարող եմ տարբերություն ստեղծել ինչ-որ մեկի կյանքում։ Դա իմ սիրելի գնոջ կողքին աշխատելն է մի բանի վրա, որն իսկապես կարևոր է։ Դա ընտրված ընտանիք ունենալն է, որն ինձ ընդունում է ոչ թե այն բանի համար, ինչ ունեմ, այլ նրա համար, թե ով է մեզ ընտրում լինել ամեն օր։ Նա նայեց Կիարային, ով արցունքներ ուներ աչքերում։ Շնորհակալություն ինձանից չհրաժարվելու համար, շնորհակալություն ինձ ցույց տալու համար, որ իրական վերափոխումը հնարավոր է, եւ շնորհակալություն ինձ սովորեցնելու համար, որ իմ լավագույն տարբերակը մեկն էր, ում ես նույնիսկ չգիտեի, որ կարող եմ լինել։ Ծափահարությունները երկար էին հուզիչ, երբ վերջապես դադարեցին, Վահագնը բարձրացավ բեմ գրկեց որդուն։ Ես հպարտ եմ ձեզանով, շշնջաց նա Մարգոյի ականջին, ձեր պապը նույնպես հպարտ կլիներ։ Դա առաջին անգամն էր, որ Վահագնը Մարգոյին հիշատակում էր իր սեփական հոր մասին, երիտասարդը հասկացավ այդ խոսքերի ծանրությունը։ Արարողությունից հետո վերանորոգված ճաշարանում խնջույք եղավ։ Արոնը պատրաստել էր վիդեո հետադարձ հայացք վերջին 2 տարիների մասին ցույց տալով տարածքի մարդկանց էվոլյուցիան։ Երբ այն ավարտվեց, Պետրոսը վեր կացավ ձեռքին գազավորված ըմպելիքի բաժակ։ Ուզում եմ գենաց ասել, հայտարարեց նա, Կիարայի համար, ով ամեն օր մեզ սովորեցնում է, որ բարությունը հեղափոխական ուժ է, Մարգոյի համար, ով ապացուցում է, որ ցանկացած մարդ կարող է ընտրել ավելի լավը լինել։ Վահագնի համար, ով ցույց տվեց, որ ձեռնարկատիրական հաջողությունը սոցիալական պատասխանատվությունը կարող են միասին գնալ, եւ բոլորիս համար, ովքեր ընտանիք են կազմել, որը ոչ ոք չի կարող քանդել։ Բոլորը բարձրացրին իրենց բաժակները ըմպելիքները գենաց ասելով ոչ միայն ձեռք բերված հաջողությունների, այլ յուրաքանչյուրի անձնական ճանապարհների համար։ Ավելի ուշ, երբ խնջույքն ավարտվում էր հյուրերը հրաժեշտ էին տալիս, Մարգոն Գիարան քայլեցին դեպի փոքրիկ այգին, որը նրանք ստեղծել էին ապաստանի հետնամասում։ Դա նույն վայրն էր, որտեղ Գիարան միայնակ լաց էր եղել այդ սարսափելի առաջին գիշերվա ընթացքում, բայց այժմ այն վերածվել էր խաղաղության մտորումների տարածքի։ Հիշո՞մ եք, երբ հարցրիք ինձ, թե ինչն էի կարոտում իմ նախկին կյանքից, հարցրեց Մարգոն նստելով Պետրոսի կառուցած փայտե նստարանին։ Հիշում եմ։ Այսօր ես հայտնաբերեցի մի բան, որը ես իսկապես կարոտում եմ։ Կիարան շրջվեց դեպի նա հետաքրքրված մի փոքր անհանգստացած։ Կարոտում եմ անտեղյակությունը, մտածգոտ ասաց Մարգոն, նախկինում ես չգիտեի, որ աշխարհում այդքան անարդարություն կա, չգիտեի, որ լավ մարդիկ սարսափելի դժվարությունների միջով են անցնում, չգիտեի, որ երեխաները քաղցած են քնում, ավելի հեշտ էր ապրել չիմանալով։ Կիարան գլխով արեց կատարելապես հասկանալով զգացմունքը։ Բայց գիտեք, թե ինչն ամենին չեմ կարոտում, նա շարունակեց։ Ինը չէ։ Այն դատարկ մարդուն, ով ես էի, աննպատակ կյանքը, մագերեսային հարաբերությունները, արտաքին հաստատման մշտական հուսահատությունս։ Նա բռնեց Կիարայի ձեռքը, նախընտրում եմ գրել աշխարհի խնդիրների մասին իմանալու ինչ որ բան անելու կարողության բեռը, քան ապրել հարմարավետ, բայց անօգուտ անտեղյակության մեջ։ Դուք շատ եք փոխվել, Մարգո, երբեմն ես նայում եմ ձեզ հազիվ եմ կարողանում հիշել ռեստորանի ամբարտավան տղային։ Երբեմն ես էլ չեմ կարողանում հիշել։ Կարծես լրիվ ուրիշ մարդ լիներ։ Տարբեր էր, ասաց Կիարան, բայց կարծում եմ, որ այն մարդը, ով դուք եք այսօր, միշտ այնտեղ է եղել, պարզապես թաղված է եղել չհարցվող արտոնությունների դատարկ սոցիալական ակնկալիքների շերտերի տակ։ Նրանք մի քանի րոպե լռեցին դիտելով աստղերը, որոնք սկսում էին հայտնվել երկնքում։ Գիարա, վերջապես ասաց Մարգոն, կարող եմ ձեզ մի բան խնդրել։ Իհարկե։ Երբ ես երեխա էի, հայրս երբեք չէր պատմում ինձ իր փողոցային անցյալի մասին։ Նա ինձ պաշտպանում էր դժվարությունների, պայքարի, այն մասին, թե ինչպես կարող է աշխարհը անարդար լինել իմանալուց։ Եվ ինչ։ Երբ երեխաներ ունենանք, եթե երեխաներ ունենանք, խոստացեք, որ մենք նրանց վաղ տարիքից կսովորեցնենք իրական աշխարհի մասին, որ մենք նրանց կսովորեցնենք գնահատել ազնիվ աշխատանքը, կարեկցանքը, սոցիալական պատասխանատվությունը։ Կիարան ժպտաց հուզված այն փաստից, որ Մարգոն մտածում էր իրենց համատեղ ապագայի մասին։ Խոստանում եմ, բայց նա խոստանում եմ, որ մենք նրանց կսովորեցնենք հույսի, մարդկային փոփոխության կարողության, այն մասին, թե ինչպես կարող է մեկ մարդ տարբերություն ստեղծել։ Ինչպես դուք արեցիք ինձ հետ։ Ինչպես մենք արեցինք մեկս մյուսի համար։ Аарոնը հայտնվեց հետնամասի դրան մոտ փնտրելով նրանց, կներեք նորից ընդհատելու համար, բայց կա վերջին անակնկալ։ Նրանք հետեցին նրան դեպի ճաշարան, որտեղ գտան մի փոքրիկ բազմություն հավաքված նոթբուքի շուրջ։ Էկրանին տեսակոնֆերանս էր տարբեր քաղաքների մարդկանց հետ։ Ինչ է սա, հարցրեց Կիարան։ Սրանք սոցիալական ծրագրերի համակարգողներ են ոգեշնչված ձեր մոդելից, ոգորված բացատրեց Аарոնը, Երանից, Գյումրիից, Վանաձորից, Դիլիջանից մարդիկ կան, բոլորը ցանկանում են շնորհավորել ձեզ պատմել, թե ինչպես են հարմարեցնում ձեր գաղափարները իրենց տեղական իրականություններին։ Երանից մի կին խոսեց էկրանից։ Կիարա Մարգո, Аарոնի վավերագրական ֆիլմը հասավ, մեզ ոգեշնչեց նմանատիպ նախագիծ ստեղծել այստեղ։ Մենք արդեն համագործակցություն ենք հաստատել 5 ընկերությունների հետ, սպասարկում ենք ավելի քան 200 ընտանիքի։
Վանաձորից մի մարդ շարունակեց. Ձեր մոդելը ապացուցեց, որ հնարավոր է միավորել ձեռնարկատիրական պատասխանատվությունը իրական սոցիալական ազդեցության հետ։ Մեր ծրագիրն արդեն 50 երիտասարդի է վերապատրաստել աշխատանքային շուկայի համար։ Այլ պատմություններ եկան տարբեր քաղաքներից, յուրաքանչյուրը հարմարեցված տեղական գարիքներին, բայց բոլորը ոգեշնչված Մարգոյի Գիարայի մշակած մոտեցումից։ Վահագնը մոտեցավ երկու երիտասարդներին. Դուք հասկանում եք, թե ինչ եք արել։ Դուք ոչ միայն փոխել եք ձեր սեփական կյանքը, այլ ստեղծել եք մի մոդել, որը փոխում է կյանքեր ամբողջ երկրում։ Մարգոն նայեց Կիարային, երկուսն էլ ակնհայտորեն հուզված էին իրենց աշխատանքի անսպասելի ազդեցությունից։ Սա շատ ավելի մեծ է, քան պատկերացնում էինք, մրմնջաց Կիարան։ Դա հենց այն չափն է, որ պետք է լինի, պատասխանեց ծանոթ ձայնը։ Պետրոսը մոտեցավ հպարտ ժպիտով. Դուք բարության արդարության սերմեր եք ցանել, անխուսափելի էր, որ դրանք աջեին տարածվեին։ Երեգոն ավարտվեց տարբեր նախագծերի միջհամագործակցության խոստումներով համակարգողների ազգային հանդիպումների պլաններով, երբ վերջապես մենակ մնացին, Մարգոն, Գիարան, Վահագնը նստեցին դատարկ ճաշարանում մշակելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Հայրիկ, ասաց Մարգոն, շնորհակալություն, որ ստիպեցիք ինձ գալ այստեղ այդ առաջին գիշերվա ընթացքում։ Շնորհակալություն, որ բավականաչափ քաջ եք եղել ընդունելու վերափոխումը, պատասխանեց Վահագնը, ոչ բոլորն ունեն այդ քաջությունը։ Իսկ հիմա, հարցրեց Կիարան, ինչ ենք անում այս ամբողջ պատասխանատվության հետ, այս բոլոր մարդկանց հետ, ովքեր հույսը դրել են մեզ վրա։ Մարգոն բռնեց նրա ձեռքը. Անում ենք այն, ինչ միշտ արել ենք, մեկ օրը մեկ անգամ, մեկ մարդը մեկ անգամ միշտ ընտրելով ավելի լավը լինել, քան երեք էինք։ Վահագնը ժպտաց տեսնելով որդու ապագա հարսի մեջ ավելի արդար կարեկցող երկրի ապագան։ Եվ գիտեք, թե էլ ինչն է ինձ ուրախացնում, ասաց Վահագնը։ Ինչը, միաձայն հարցրին նրանք։ Որ դուք երկուստ ոչ միայն նպատակ եք գտել, այլ գտել եք իսկական սեր կառուցված ընդհանուր արժեքների համատեղ աշխատանքի ամուր հիմքերի վրա, սա հազվագյուտ թանկարժեք է։ Մարգոն Գիարան նայեցին միմյանց դեռ տպավորված, թե ինչպես ճակատագիրը այդքան անսպասելի կատարյալ կերպով միահյուսել էր իրենց կյանքը։ Գիտեք, մտածգոտ ասաց Կիարան, երբեմն մտածում եմ ռեստորանում տեղի ունեցած այդ սարսափելի գիշերվա մասին զարմանում եմ, թե ինչպիսին կլիներ մեր կյանքը, եթե դա չլիներ։ Դուք զղջում եք, մի փոքր անհանգստացած հարցրեց Մարգոն։ Երբեք, ընդգծված պատասխանեց նա, որովհետև հենց այդ գիշերն էր, որ ամեն ինչ շարժման մեջ դրեց, ձեր ստորացումը ինձ վնասեց, բայց նա բացահայտեց, թե ով կարող էիք դուք իրականում լինել, երբ որոշեիք փոխվել։ Ինչպես գիտեիք, որ ես կփոխվեմ։ Ես չգիտեի, բայց հավատում էի, որ դա հնարավոր է, եւ երբեմն փոփոխության հնարավորությանը հավատալը առաջին քայլն է դրա տեղի ունենալու համար։ Վահագնը վեր կացավ հասկանալով, որ երկու երիտասարդներին ժամանակ է պետք մենակ մնալու մշակելու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Ես ձեզ կթողնեմ խոսելու, ասաց նա համբուրելով Մարգոյի ջակատը սիրալիր գրգելով Գիարային։ Ես շատ հպարտ եմ ձեզանով եւ շատ ոգորված եմ տեսնելու, թե ինչ ապագա եք կառուցելու միասին։ Երբ Վահագնը դուրս եկավ, Մարգոն Գիարան մենակ մնացին ճաշարանում, որտեղ տեղի էր ունեցել իրենց պատմության այդքան մեծ մասը։ Վայրը լուր էր, բայց լի հիշողություններով իմաստով։ Մարգո, մեղմորեն ասաց Կիարան, երբե մտածել եք, թե ինչպես կավարտվի մեր պատմությունը։ Ավարտվի, Մարգոն զարմացած թվաց, ես հույս ունեմ, որ մեր պատմությունը նոր է սկսվում։ Ոչ, դա չէի ուզում ասել, նա ծիծաղեց, ես ուզում էի ասել ինչպես կբացատրենք մեր թորներին, թե ինչպես ենք հանդիպել, դե երեխաներ, պապիկը հրապարակայնորեն ստորացրեց տատիկին, բայց հետո նա փոխվեց սիրահարվեց նրան։ Մարգոն էլ ծիծաղեց պատկերացնելով տեսարանը, կամ կարող ենք ասել. Երեխաներ, տատիկը պապիկին սովորեցրեց, որ բարի մարդիկ կարող են փոխել նույնիսկ ամենագոշտացած սրտերը։ Ձեր տարբերակն ավելի շատ է դուրս գալիս։ Իսկ ինձ դուք եք ավելի շատ դուրս գալիս։ Նրանք նորից համբուրվեցին շրջապատված խնջույքի հետքերով, այն ամբողջ աճի հիշողություններով, որոնք նրանք միասին էին ապրել։ Երբ նրանք բաժանվեցին, Գիարան գլուխը հենեց Մարգոյի ուսին։ Խոստացեք մի բան։ Ամեն ինչ, որ նույնիսկ երբ մեր կյանքը ավելի հեշտ դառնա, ավելի հարմարավետ, մենք երբեք չենք մոռանա, թե որտեղից ենք եկել, ինչ ենք սովորել այստեղ։ Խոստանում եմ, ասաց Մարգոն համբուրելով նրա գլխի վերը։ Եվ խոստացեք դուք, որ կշարունակեք ինձ հիշեցնել, որ ավելի լավ մարդ լինեմ, երբ մոռանամ։ Միշտ։ Նրանք երկար րոպեներ գրկախառնված մնացին երկու երիտասարդներ, ովքեր սիրո ընդհանուր նպատակի մեջ էին գտել իսկապես իմաստալից կյանքի բանալին։ Դրսում քաղաքը շարունակում էր իր գիշերային կյանքը, հազարավոր մարդիկ ապրում էին իրենց սեփական պայքարի, սիրո, հիասթափության հույսի պատմությունները։ Բայց Սուրբ Գրիգորի ապաստանում երկու մարդիկ, ովքեր սովորել էին ցավը նպատակի վերածել, պատրաստվում էին միասին գրել մի ապագա, որը կպատվեր բոլոր նրանց, ովքեր նպաստել էին իրենց վերափոխման ճանապարհներին։ Պատմությունը, որը սկսվել էր ստորացումով ատելությամբ, դառնում էր սիրո քավության պատմություն, որը կշարունակեր ոգեշնչել այլ մարդկանց շատ տարիներ։
Եվ գուցե սա ամենագեղեցիկ ապացույցն էր, որի վերջո բարությունը միշտ գտնում է հաղթելու միջոց։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարգոյի վերափոխման ճանապարհը Գիարայի անսասան բարությունը շոշափել են ձեր սրտերը։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ երբեք ուշ չէ փոխվելու համար, որ կարեկցանքի փոքրիկ ժեստերը կարող են հեղափոխել ամբողջ կյանքեր։ Եթե դուք հուզվել եք քավության հույսի այս պատմությունից, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին մարդկային բնույթի լավագույնը նշող ավելի շատ պատմությունների համար։ Դրեք լայք, եթե հավատում եք անձնական վերափոխման ուժին մեկնաբանություններում կիսվեք։ Երկրորդ հնարավորությունների բարության ձեր սեփական փորձով։ Միասին մենք կարող ենք ավելի շատ ոգեշնչող պատմություններ տարածել, ավելի քիչ բովանդակություն, որը բաժանում է, մինչ հաջորդ պատմությունը։